Երբ ամերիկյան ոստիկանությունը մտավ Էդվարդ Մակարյանի բնակարան, անկողնու վրա գտան փակ ծրար, մոր անունով, որը երբեք չի հասել հասցեատիրոջը։ Այդ նամակում երիտասարդը գրել էր ամեն ինչ, իր վախերը, իր մենությունը, իր վերջին խոսքերը մոր համար։ Բայց ինչ որ մեկը որոշել էր, որ Էլվինա Մակարյանը երբեք չպետք է կարդա այդ տողերը։ 17 տարի անց այդ նամակի պատճենը հայտնվեց մի անանուն աղբյուրի ձեռքում, եւ այն ինչ գրված էր այնտեղ, ամբողջությամբ փոխում է պատմությունը մեծ երգչուհու որդու մասին։ Ով էր այն մարդը, ով թաքցրեց այդ նամակը։ Ինչու էր նա վախենում, որ մայրը իմանա ճշմարտությունը։ Արդյոք դա էր պատճառը, որ Էլվինան երբեք չկարողացավ հաշտվել որդու կորուստի հետ եւ տարիներ շարունակ փնտրեց պատասխաններ, որոնք թաքնված էին նրանից։ Այսօր մենք կբացահայտենք այն ճշմարտությունը, որը 17 տարի պահվել է լռության պատի ետևում։ 1996 թվականին, երբ Էլվինա Մակարյանը կանգնած էր Երևանի օպերայի բեմում եւ երգում էր Կոմիտասի Ծիրանի ծառ երգը, նրա ձայնը դողում էր այնպես, ինչպես երբեք չէր դողացել։ Հազարավոր հայեր լսում էին, եւ շատերը նկատեցին, որ մեծ երգչուհու աչքերում արցունքներ կային, բայց ոչ ոք չգիտեր, որ այդ պահին նրա սիրտը արդեն կոտրված էր։ 3 ամիս առաջ նրա միակ որդին Էդվարդը հեռացել էր Ամերիկա, խոստանալով, որ կվերադառնա հաջողության հետ, բայց նամակները դադարել էին գալուց հետո 2 ամիս։ Էլվինան ամեն օր զանգահարում էր Լոս Անջելես, բայց ամերիկյան համարները չէին պատասխանում, իսկ այն մարդիկ, ովքեր խոստացել էին օգնել որդուն, հանկարծ դարձել էին անհասանելի։ Նա զգում էր, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել, բայց ոչ ոք չէր ասում նրան ճշմարտությունը։ Էդվարդ Մակարյանը եղել է Էլվինայի ամենամեծ հպարտությունը եւ միևնույն ժամանակ նրա ամենամեծ ցավը։ Ծնված 1973 թվականին տղան մեծացել էր երգչուհու փառքի ստվերում, երբ նրա մայրը համարվում էր Հայաստանի ամենասիրված ձայներից մեկը։ Բայց Էդվարդը երբեք չէր ուզել երգել։ Նա երազում էր դառնալ ճարտարապետ, նկարել էր Երևանի փողոցները եւ գրում էր բանաստեղծություններ, որոնք մայրը թաքցնում էր իր սրտի մոտ։ Երբ խորհրդային համակարգը փլուզվեց եւ Հայաստանը ընկավ խավարի ու սովի մեջ, Էլվինան որոշեց, որ որդին պետք է փրկվի այդ դժոխքից։ Նա օգտագործեց իր բոլոր կապերը, վաճառեց իր զարդերը եւ գտավ մարդկանց, ովքեր խոստացան տանել Էդվարդին Ամերիկա, ավելի զավ ապագայի համար։ Բայց այդ որոշումը դարձավ նրա կյանքի ամենամեծ սխալը։ Լոս Անջելեսում Էդվարդը ապրում էր Գլենդեյլի հայկական թաղամասում, փոքրիկ բնակարանում, որը բաժանում էր 3 այլ տղաների հետ։ Նրանք բոլորը եկել էին նույն երազանքով՝ գտնել ամերիկյան երազը, բայց իրականությունը եղել է դաժան։ Էդվարդը աշխատում էր ռեստորանում սպասարկող, լվանում էր ափսեներ եւ փորձում էր խնայել գումար համալսարան մտնելու համար, բայց վարձավճարը կուլ էր տալիս նրա ամբողջ աշխատավարձը։ Նա գրում էր մոր երկար նամակներ, բայց երբեք չէր պատմում իրական պատկերը։ Փոխարենը նա գրում էր երջանիկ պատմություններ, որպեսզի մայրը չանհանգստանա, բայց 1996 թվականի ամռանը նամակները դադարեցին։ Էլվինան սկսեց զանգահարել բոլորին, ում ճանաչում էր Ամերիկայում, բայց ամեն անգամ լսում էր նույն պատասխանը. մենք չգիտենք որտեղ է նա։ Ով էր այն մարդը, ով վերջին անգամ տեսավ Էդվարդին կենդանի։ Ինչու նրա ընկերները հանկարծ դադարեցին պատասխանել Էլվինայի զանգերին։ Արդյոք նրանք գիտեին ինչ-որ բան, որ վախենում էին ասել։ Իսկ ամենակարևորը, ինչու այդ վերջին նամակը, որը Էդվարդը թողել էր իր անկողնու վրա, երբեք չհասավ մոր ձեռքը։ Ով որոշեց, որ Էլվինա Մակարյանը չպետք է իմանա որդու վերջին խոսքերը։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին Էլվինա Մակարյանը ստացավ զանգ Լոս Անջելեսի ոստիկանությունից։ Ձայնը հեռախոսի մյուս ծայրում խոսում էր անգլերեն, եւ թարգմանիչը, ով օգնում էր նրան, դողում էր, երբ փոխանցում էր խոսքերը։ Ձեր որդին գտնվել է, նա այլևս մեզ հետ չէ։ Այդ պահից Էլվինայի կյանքը բաժանվեց 2 մասի, մինչև այդ զանգը եւ հետո։ Նա գոչեց այնպես, որ հարևանները վազեցին նրա տուն, մտածելով, որ ինչ-որ մեկը նրան հարձակվել է, բայց ոչ ոք չէր հարձակվել։ Պարզապես մի մայր իմացավ, որ իր միակ որդին մահացել է հազարավոր կիլոմետր հեռու, եւ նա երբեք չի իմանա ինչու։ Ամերիկյան ոստիկանությունը տվեց շատ քիչ մանրամասներ։ Դրանք ասացին, որ Էդվարդը գտնվել է իր բնակարանում, որ դա եղել է ողբերգական դեպք, եւ որ մարմինը կարող է վերադարձվել Հայաստան։ Բայց երբ Էլվինան հարցրեց, ինչպես է մահացել նրա որդին, պատասխանը եղավ խճճված եւ անհասկանալի։ Առաջին անգամ Էլվինան թռինան թռավ Ամերիկա 1996 թվականի հոկտեմբերին։ Նա երբեք չէր եղել արտերկրում առանց պաշտոնական պատվիրակության, եւ այժմ նա նստած էր ինքնաթռում միայնակ, ձեռքին սեղմած որդու մանկության լուսանկարը։ Գլենդեյլում նրան դիմավորեցին հայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր խոստացել էին օգնել,
բայց երբ Էլվինան սկսեց հարցնել մանրամասներ, նրանք խուսափեցին նրա հայացքից։ Դուք պետք է ուժեղ լինեք, ասաց մեկը։ Աստված վերցրեց նրան իր մոտ, ասաց մյուսը։ Բայց Էլվինան չէր ուզում աղոթքներ, նա ուզում էր ճշմարտությունը։ Նա պահանջեց տեսնել ոստիկանական հաշվետվությունը, բայց նրան ասացին, որ փաստաթղթերը դեռ մշակման մեջ են։ Նա ուզում էր խոսել որդու բնակարանի հարևանների հետ, բայց նրանք բոլորը չէին հիշում ոչինչ։ Ամեն դուռ, որ նա բացում էր, փակվում էր նրա դեմքի առաջ։ Էդվարդի բնակարանը գտնվում էր հին շենքի 3-րդ հարկում, որտեղ պատերը բարակ էին եւ կարող էիր լսել հարևանների ամեն խոսք։ Երբ Էլվինան մտավ այնտեղ, նա զգաց, որ օդը դեռ պահպանում է որդու հոտը։ Փոքրիկ սենյակում կար նեղ անկողին, 5 գրասեղան եւ պահարան, որտեղ կախված էին Էդվարդի հագուստները։ Էլվինան նստեց անկողնու վրա եւ սկսեց լալ այնպես, որ նրա մարմինը դողում էր։ Նա բացեց գրասեղանի դարակները եւ գտավ որդու նկարները, նամակների սևագրերը, որոնք նա երբեք չէր ուղարկել, եւ մի փոքրիկ տետրակ, որտեղ Էդվարդը գրել էր բանաստեղծություններ հայերեն։ Բայց նա չգտավ այն, ինչ փնտրում էր։ Ոստիկանությունը ասել էր, որ Էդվարդը թողել է նամակ, բայց երբ Էլվինան հարցրեց դրա մասին, նրան ասացին, որ նամակը կորել է քննության ընթացքում։ Ինչպես կարող է կորչել նամակ, որը գտնվել է հանցագործության տեղում։ Ով էր վերջին մարդը, ով տեսավ այդ նամակը մինչև այն անհետացավ։ Արդյոք ոստիկանությունը թաքցրեց այն, թե ինչ-որ մեկը, ով ավելի մեծ իշխանություն ուներ։ Էլվինան սկսեց հարցնել Էդվարդի ընկերներին, բայց նրանք բոլորը պատմում էին տարբեր պատմություններ։ Մեկը ասաց, որ Էդվարդը եղել է դեպրեսիայի մեջ, մյուսը ասաց, որ նա ուներ ֆինանսական խնդիրներ, երրորդը հուշեց, որ նա խառնվել էր սխալ մարդկանց հետ։ Բայց ոչ ոք չէր ուզում խոսել բարձրաձայն, ոչ ոք չէր ուզում իր անունը տալ։ Էլվինան հասկացավ, որ բոլորը վախենում են ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից։ 1996 թվականի նոյեմբերին Էլվինան վերադարձավ Հայաստան առանց պատասխանների։ Նա բերեց որդու մարմինը փակ դդագաղում եւ ամբողջ Երևանը եկավ հրաժեշտ տալու երիտասարդին, ում մեծ մասը երբեք չէր տեսել։ Նրանք եկան, որովհետև սիրում էին Էլվինային եւ նրանք զգում էին նրա ցավը որպես իրենց սեփականը։ Բայց թաղումից հետո, երբ բոլորը հեռացան, Էլվինան մնաց միայնակ իր տանը, որտեղ ամեն անկյունում էր որդու հիշողությունը։ Նա բացեց Էդվարդի մանկության սենյակը եւ տեսավ նրա խաղալիքները, նրա դպրոցական տետրակները, նրա առաջին նկարները։ Այդ գիշեր Էլվինան չքնեց։ Նա նստեց որդու անկողնու վրա եւ փորձեց հասկանալ, ինչու Աստված վերցրեց նրա միակ երեխային։ Բայց Էլվինա Մակարյանը չէր այն կինը, ով պարզապես ընդունում էր ճակատագիրը։ Նա որոշեց, որ կգտնի ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակում էր պայքարել ամբողջ համակարգի դեմ։ Նա սկսեց գրել նամակներ ամերիկյան ոստիկանությանը, պահանջելով ամբողջական քննություն։ Նա կապվեց իրավաբանների հետ, ովքեր խոստացան օգնել, բայց ամեն անգամ նրանք վերադառնում էին նույն պատասխանով. գործը փակված է։ Ինչու էին նրանք այդքան շտապում փակել գործը։ Ինչ էին նրանք թաքցնում։ Իսկ ամենակարևորը, ով էր այն մարդը, ով չէր ուզում, որ Էլվինան իմանա ճշմարտությունը իր որդու մասին։ 1997 թվականին, 3 ամիս անց Էդվարդի թաղումից, Էլվինա Մակարյանի տուն եկավ անծանոթ մարդ։ Նա ներկայացավ որպես Արմեն, Էդվարդի ընկերներից մեկը Լոս Անջելեսից, ով վերադարձել էր Հայաստան եւ ուներ ինչ-որ բան ասելու։ Էլվինան հրավիրեց նրան ներս, եւ երբ նրանք նստեցին խոհանոցի սեղանի շուրջ, Արմենը հանեց իր պայուսակից մի ծալված թուղթ։ Սա Էդվարդի ձեռագիրն է, ասաց նա դողացող ձայնով։ Ես գտա սա նրա բնակարանում, երբ ոստիկանությունը թույլ տվեց մեզ մաքրել նրա իրերը։ Նրանք ասացին, որ նամակ չկա, բայց ես գտա սա նրա բարձի տակ։ Էլվինայի սիրտը սկսեց բաբախել այնպես, որ նա կարծես լսում էր դրա ձայնը։ Նա վերցրեց թուղթը եւ տեսավ որդու ծանոթ գրերը. «Մայրիկ, ներիր ինձ»։ Բայց երբ Էլվինան սկսեց կարդալ, Արմենը կանգնեց եւ ասաց. «Ես չեմ կարող մնալ։ Եթե իմանան, որ ես բերեցի սա ձեզ, ես կունենամ խնդիրներ»։ Էլվինան բռնեց նրա ձեռքը։ «Ով կիմանա, ով է սպառնում քեզ»։ Բայց Արմենը ազատեց իր ձեռքը եւ շտապեց դեպի դուռը։ «Կան մարդիկ, ովքեր չեն ուզում, որ դուք իմանաք ամբողջ պատմությունը», ասաց նա։ Էդվարդը խառնվել էր մարդկանց հետ, ովքեր խոստանում էին օգնել նրան ստանալ կանաչ քարտ, բայց նրանք պահանջում էին ծառայություններ դրա դիմաց։ Երբ նա հրաժարվեց, նրանք դարձան վտանգավոր։ Էլվինան զգաց, որ սառը ալիք անցավ նրա ողնաշարով։ «Ինչ ծառայություններ», հարցրեց նա, բայց Արմենը արդեն դուրս էր գնացել, եւ նա երբեք այլևս չտեսավ նրան։ Էլվինան նստեց եւ կարդաց որդու նամակը։ Այն եղել է 3 էջ, գրված փոքրիկ տառերով։ Կարծես Էդվարդը փորձում էր տեղավորել ամբողջ իր ցավը մի փոքրիկ թղթի վրա։
Նա գրել էր, որ զգում է ինքն իրեն ձախողված, որ չի կարողացել իրականացնել մոր երազանքները, որ Ամերիկան ոչ թե հնարավորությունների երկիր է, այլ դաժան մեքենա, որը ճզմում է մարդկանց եւ թքում է նրանց դուրս։ Նա գրել էր մարդկանց մասին, ովքեր խոստացել էին օգնել նրան, բայց փոխարենը փորձել էին օգտագործել նրան անօրինական գործարքների մեջ։ Նա գրել էր, որ մերժել է նրանց եւ հիմա վախենում է, որ նրանք կվրեժխնդիր լինեն։ Իսկ վերջում նա գրել էր. «Մայրիկ, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու պետք է իմանաս, որ ես սիրում եմ քեզ ավելի, քան կյանքը։ Բայց ես չեմ կարող ապրել այս ստի մեջ։ Ես ուզում եմ տուն վերադառնալ, բայց ես ամաչում եմ, որովհետև ես ձախողվեցի»։ Էլվինան կարդաց այդ տողերը 1 անգամ, 2 անգամ, 10 անգամ, մինչև թուղթը թրջվեց նրա արցունքներից։ Նա հասկացավ, որ որդին չէր ուզում մեռնել։ Նա ուզում էր տուն վերադառնալ, բայց ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը խանգարեց նրան։ Բայց ո՞վ էին այդ մարդիկը, որոնց մասին Էդվարդը գրել էր։ Ինչպիսի անօրինական գործարքներ էին նրանք առաջարկում նրան։ Իսկ ամենակարևորը, ինչու ոստիկանությունը թաքցրեց այդ նամակը եւ ասաց, որ այն կորել է։ Արդյոք նրանք պաշտպանում էին այդ մարդկանց, թե պարզապես չէին ուզում լրացուցիչ աշխատանք։ Էլվինան որոշեց, որ չի լռելու։ Նա գնաց Հայաստանի լրատվամիջոցներ եւ պատմեց իր պատմությունը։ Նա ցույց տվեց նամակի պատճենը եւ պահանջեց, որ ամերիկյան իշխանությունները վերաբացեն քննությունը։ Նրա պատմությունը հրապարակվեց մի քանի թերթերում, եւ մի քանի օր մարդիկ խոսում էին դրա մասին։ Բայց հետո այլ նորություններ եկան, եւ Էդվարդի պատմությունը մոռացվեց։ Էլվինան շարունակեց գրել նամակներ, զանգահարել, պահանջել, բայց ամեն անգամ նա բախվում էր պատին։ Ամերիկյան ոստիկանությունը պատասխանեց, որ գործը քննվել է եւ փակվել է որպես ողբերգական դեպք։ Նրանք չտվեցին լրացուցիչ մանրամասներ։ Նրանք չասացին, թե ով էին այն մարդիկը, որոնց մասին Էդվարդը գրել էր իր նամակում։ 1998 թվականին Էլվինա Մակարյանը վերադարձավ բեմ։ Նա երգեց նույն երգերը, որոնք երգել էր տարիներ շարունակ, բայց հիմա նրա ձայնը ուներ այլ երանգ։ Մարդիկ, ովքեր լսում էին նրան, ասում էին, որ նրա երգը հիմա ավելի խորն է, ավելի ցավոտ, կարծես ամեն նոտա դուրս է գալիս կոտրված սրտից։ Բայց Էլվինան երբեք չխոսեց բեմից որդու մասին։ Նա պահեց իր ցավը ներսում, որտեղ այն այրում էր նրան ամեն օր։ Նրա ընկերները ասում էին, որ նա փոխվել է։ Նա դարձել է ավելի լուռ, ավելի փակ, կարծես մի մասը նրա հոգու մնացել է Լոս Անջելեսում, այն փոքրիկ բնակարանում, որտեղ նրա որդին անցկացրեց իր վերջին օրերը։ Բայց Էլվինան երբեք չդադարեցրեց փնտրել ճշմարտությունը։ Նա պահեց Էդվարդի նամակը իր սրտի մոտ, եւ ամեն անգամ, երբ նա զգում էր, որ կորցնում է հույսը, նա կարդում էր այն եւ հիշում էր, որ պարտավոր է իր որդուն։ Նա պարտավոր էր գտնել, թե ով էր պատասխանատու նրա մահվան համար։ Նա պարտավոր էր իմանալ, թե ինչու այդ նամակը թաքցվեց նրանից 17 տարի։ Իսկ ամենակարևորը, նա պարտավոր էր համոզվել, որ Էդվարդի պատմությունը չմոռացվի, որպեսզի այլ մայրեր չկրեն նույն ցավը, որը նա կրեց։ Ով էր այն մարդը, ով վերջին անգամ տեսավ Էդվարդին կենդանի։ Ինչու նրա ընկերները վախենում էին խոսել։ Ովքեր էին այն մարդիկը, ովքեր սպառնում էին նրան, եթե նա չհամագործակցեր իրենց հետ։ Իսկ ամենակարևորը, ինչու ամերիկյան ոստիկանությունը այդքան արագ փակեց գործը եւ թաքցրեց նամակը, որը կարող էր բացահայտել ճշմարտությունը։ Արդյոք դա էր պատճառը, որ Էլվինա Մակարյանը երբեք չկարողացավ հաշտվել որդու կորստի հետ եւ տարիներ շարունակ ապրեց այդ տանջանքի մեջ։ Երբ Էլվինա Մակարյանը բացեց Էդվարդի հին պահարանը, այն, որը պահել էր փակ 3 տարի, նրա ձեռքերը դողում էին այնպես, որ բանալին 2 անգամ ընկավ գետնին։ Ներսում թղթե տուփի մեջ նա գտավ ինչ-որ բան, ինչը փոխեց ամեն ինչ։ Փոքրիկ տետրակ, կարմիր կազմով, որտեղ Էդվարդը վարել էր օրագիր իր վերջին ամիսներին Լոս Անջելեսում։ Էջերը լի էին անուններով, հասցեներով, հեռախոսահամարներով եւ գումարներով, գրված փոքրիկ նյարդային տառերով։ Մի էջում նա տեսավ գրառում. Վազգենը պահանջեց $3000 մինչև ուրբաթ օրը, հակառակ դեպքում նա ասաց, որ կկապվի իմիգրացիոն ծառայության հետ եւ կկորցնեմ ամեն ինչ։ Մեկ այլ էջում. նրանք ուզում են, որ ես տանեմ փաթեթ Մեքսիկա, բայց ես գիտեմ, որ դա ոչ թե փաստաթղթեր են, ինչպես նրանք ասում են։ Ես վախենում եմ, բայց եթե հրաժարվեմ, նրանք սպառնացել են պատմել մոր, որ ես ապոլինի եմ այստեղ։ Էլվինան կարդում էր եւ նրա սիրտը կարծես քարանում էր ամեն տողից։ Նրա որդին ապրել էր ոչ թե երազանքի մեջ, այլ ահազանգի մեջ, որտեղ ամեն օր էր պայքար գոյատևելու համար։ Ով էր այդ Վազգենը, ով շորթում էր գումար երիտասարդներից։ Ինչպիսի փաթեթ էին նրանք ուզում, որ Էդվարդը տանի սահմանի միջով։ Իսկ ամենակարևորը, ինչու ոչ ոք չպատմեց Էլվինային այս օրագրի մասին, երբ նա եկավ Ամերիկա որոնելու պատասխաններ։ 1999 թվականին Էլվինան վերադարձավ Լոս Անջելես, այս անգամ ոչ թե որպես սգավոր մայր, այլ որպես հետաքննող։
Նա վարձեց մասնավոր դետեկտիվ Ջոն Սարգսյանին, ով ծնվել էր Գլենդեյլում եւ ճանաչում էր հայկական համայնքի բոլոր ընդերքները։ Ջոնը նայեց օրագրին եւ սուլեց. «Սա վտանգավոր տերիտորիա է, տիկին Մակարյան», ասաց նա։ «Այս անունները, որոնք ձեր որդին գրել է, դրանք մարդիկ են, ովքեր վերահսկում են ամեն ինչ, ով է ստանում աշխատանք, ով է ստանում փաստաթղթեր, ով է մնում, ով է արտաքսվում։ Նրանք ստեղծել են ամբողջ համակարգ, որտեղ նորեկները դառնում են պարտապաններ, եւ եթե դու չես վճարում, դու կորչում ես»։ Էլվինան նստեց Ջոնի գրասենյակում, որը գտնվում էր Հոլիվուդի մի հին շենքի երկրորդ հարկում, եւ լսեց, թե ինչպես նրա որդին ընկել էր որոքայթի մեջ։ Ջոնը բացատրեց, որ Գլենդեյլում գործում էր խումբ, որը կոչվում էր Օգնականներ, բայց իրականում նրանք էին շահագործողներ, ովքեր խոստանում էին օգնել Ապոլինի ներգաղթյալներին ստանալ կանաչ քարտ, բայց փոխարենը դարձնում էին նրանց իրենց ստրուկները։ Ջոն Սարգսյանը սկսեց հետաքննությունը, եւ շատ արագ նա հայտնաբերեց, որ Վազգենը, այն մարդը, ում անունը Էդվարդը գրել էր իր օրագրում, իրականում Վազգեն Խաչատրյանն էր, 53 տարեկան բիզնեսմեն, ով ուներ ավտոմեքենաների վաճառքի սրահ եւ ռեստորան, բայց նաև զբաղվում էր ստվերային գործարքներով։ Ջոնը գտավ 3 այլ երիտասարդների, ովքեր պատմեցին նմանատիպ պատմություններ։ Նրանք բոլորը եկել էին Հայաստանից 1990-ականների սկզբին, երբ երկիրը էր քաոսի մեջ, եւ նրանք բոլորը հայտնվել էին Վազգենի ցանցում։ Մեկը պատմեց, որ Վազգենը տվել էր նրան կեղծ փաստաթղթեր եւ հետո պահանջել էր $10,000, սպառնալով, որ հակառակ դեպքում կհանձնի նրան իմիգրացիոն ծառայությանը։ Մյուսը ասաց, որ Վազգենը ստիպել էր նրան տանել փաթեթներ Մեքսիկա, եւ երբ նա բացել էր մեկը, տեսել էր ներսում սպիտակ փոշի, փաթեթավորված պլաստիկ տոպրակներում։ Երրորդը պատմեց, որ Վազգենը ուներ կապեր ոստիկանության հետ, եւ դրա համար ոչ ոք չէր համարձակվում բողոքել նրա դեմ։ Բայց ամենաշոկային բանը, որ Ջոնը իմացավ, այն էր, որ Էդվարդը փորձել էր փախչել այդ ցանցից, եւ հենց դրանից հետո էր, որ նրա հետ պատահեց ողբերգական դեպքը։ Էլվինան նստեց Ջոնի գրասենյակում եւ լսեց այս ամենը, եւ նրա ներսում բորբոքվում էր բարկություն, որը նա երբեք չէր զգացել։ Նա հասկացավ, որ նրա որդին չէր մահացել պարզապես։ Նա եղել է զո, համակարգի, որը ճզմում էր անպաշտպան մարդկանց եւ թքում էր նրանց դուրս, երբ նրանք այլևս օգտակար չէին։ Նա հիշեց, թե ինչպես Էդվարդը գրել էր իր նամակներում, որ Ամերիկան հնարավորությունների երկիր է, բայց հիմա նա տեսնում էր, որ իր որդու համար այն եղել է բանտ, առանց պատերի, բայց նույնքան դաժան։ Ջոնը ասաց նրան, որ եթե նրանք ուզում են ապացուցել, որ Վազգենը կապված է Էդվարդի մահվան հետ, նրանք պետք է գտնեն ավելի շատ ապացույցություններ։ Բայց ով կխոսի բարձրաձայն, երբ բոլորը վախենում են։ Ով կվկայի դատարանում, երբ Վազգենը ունի իշխանություն եւ գումար։ Էլվինան նայեց Ջոնին եւ ասաց. «Ես չեմ վախենում նրանից։ Ես կգտնեմ ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակում է պայքարել մինչև վերջ»։ Բայց Ջոն Սարգսյանը գիտեր, որ այս պայքարը չի լինելու հմեշտ։ Նա ասաց Էլվինային, որ Վազգենը ոչ միայն ունի կապեր ոստիկանության հետ, այլև ունի ամբողջ ցանց մարդկանց, ովքեր պաշտպանում են նրան։ Նրանց թվում են իրավաբաններ, դատավորներ, նույնիսկ մի քանի քաղաքական գործիչներ, ովքեր ստանում են գումար նրանից լռելու դիմաց։ Ջոնը ցույց տվեց Էլվինային փաստաթղթեր, որոնք նա հավաքել էր, բանկային փոխանցումներ, հեռախոսային գրառումներ, վկաների ցուցմունքներ, բայց նա նաև նախազգուշացրեց, որ այս ամենը կարող է չբավարարել դատարանում, եթե նրանք չունենան ուղղակի կապ Էդվարդի մահվան հետ։ Էլվինան հարցրեց. «Իսկ ինչ-որ մեկը տեսել է Վազգենին Էդվարդի հետ այն օրը»։ Ջոնը շունչը խորը քաշեց։ Կա մեկը, ով կարող է տեսել լինել, բայց նա վախենում է խոսել։ Նրա անունը Լուսինե է, եւ նա աշխատում էր որպես մաքրուհի այն շենքում, որտեղ Էդվարդը ապրում էր։ Ես խոսեցի նրա հետ մեկ անգամ, եւ նա ասաց, որ տեսել է ինչ-որ բան, բայց հետո նա փոխեց իր պատմությունը եւ ասաց, որ ոչինչ չի հիշում։ Ես կարծում եմ, որ ինչ-որ մեկը սպառնացել է նրան։ Էլվինան որոշեց, որ պետք է գտնի Լուսինեին եւ խոսի նրա հետ։ Ջոնը տվեց նրան հասցեն, փոքրիկ տուն Իսթ Հոլիվուդում, որտեղ Լուսինեն ապրում էր իր 2 երեխաների հետ։ Երբ Էլվինան թակեց դուռը, բացեց 30 տարեկան կին հոգնած դեմքով եւ վախեցած աչքերով։ Էլվինան ներկայացավ, եւ երբ Լուսինեն լսեց Էդվարդի անունը, նրա դեմքը գունատվեց։ Ես չեմ կարող խոսել դրա մասին, ասաց նա, եւ փորձեց փակել դուռը, բայց Էլվինան դրեց ձեռքը դռան վրա։ Խնդրում եմ, ասաց նա, դու մայր ես, դու հասկանում ես, թե ինչ է նշանակում կորցնել երեխային։ Ես պարզապես ուզում եմ իմանալ ճշմարտությունը։ Լուսինեն նայեց Էլվինայի աչքերին եւ ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում։ Նա բացեց դուռը եւ թույլ տվեց Էլվինային մտնել։ Ներսում, փոքրիկ խոհանոցում, Լուսինեն պատմեց այն, ինչ տեսել էր։ Նա ասաց, որ 1996 թվականի սեպտեմբերի 19 օրը, երբ նա մաքրում էր հարկանցքը, նա տեսավ 2 տղամարդու բարձրանալ դեպի Էդվարդի բնակարանը։
Մեկը Վազգենն էր։ Նա ճանաչում էր նրան, որովհետև նա հաճախ գալիս էր այդ շենք եւ միշտ պահանջում էր, որ մաքրուհիները չմոտենան նրա մեքենային։ Մյուսը էր ավելի երիտասարդ տղամարդ, լայն ուսերով եւ սև կաշվե բաճկոնով։ Լուսինեն լսեց, թե ինչպես նրանք թակեցին Էդվարդի դուռը, եւ երբ նա բացեց, նրանք մտան ներս։ Մի քանի րոպե անց Լուսինեն լսեց բարձր ձայներ, գոչյուններ, եւ հետո ինչ-որ բան ծանր ընկավ գետնին։ Նա վախեցավ եւ թաքնվեց սանդղատակի տակ։ Երբ երկու տղամարդիկ դուրս եկան, Վազգենը խոսում էր հեռախոսով եւ ասում էր. «Ամեն ինչ կարգին է, նա չի խոսելու այլևս»։ Լուսինեն սպասեց մինչև նրանք հեռացան, եւ հետո նա վազեց դեպի Էդվարդի բնակարանը։ Դուռը բաց էր, եւ նա տեսավ Էդվարդին ընկած գետնին անշարժ։ Էլվինան լսում էր այս ամենը, եւ նրա աչքերից արցունքներ էին հոսում, բայց նա չէր լալիս։ Նա զգում էր, որ վերջապես նա մոտենում է ճշմարտությանը։ Նա հարցրեց Լուսինեին. «Ինչու դու չպատմեցիր սա ոստիկանությանը»։ Լուսինեն իջեցրեց գլուխը։ «Ես պատմեցի», ասաց նա։ «Երբ ոստիկանությունը եկավ, ես պատմեցի նրանց ամեն ինչ։ Բայց հաջորդ օրը ինձ մոտ եկավ մի ոստիկան եւ ասաց, որ եթե ես շարունակեմ խոսել, ես կունենամ խնդիրներ իմ իմիգրացիոն կարգավիճակի հետ։ Նա ասաց, որ ես ապօրինի եմ այստեղ, եւ եթե ես չլռեմ, նա կհանձնի ինձ արտաքսման։ Ես ունեի 2 փոքր երեխաներ, եւ ես չէի կարող ռիսկի դնել նրանց ապագան»։ Էլվինան զգաց, որ նրա ներսում բորբոքվում է ատելություն դեպի այն համակարգը, որը պաշտպանում էր հանցագործներին եւ սպառնում էր անմեղ մարդկանց։ Նա հարցրեց. «Արդյոք դու կհամաձայնվես վկայել դատարանում, եթե ես երաշխավորեմ քո անվտանգությունը»։ Լուսինեն նայեց նրան երկար եւ հետո դանդաղ գլուխ շարժեց։ «Եթե դուք կարող եք պաշտպանել ինձ եւ իմ երեխաներին, ես կպատմեմ ամեն ինչ», ասաց նա։ Բայց Էլվինան գիտեր, որ Լուսինեի վկայությունը միայնակ չի բավարարի։ Նրանք պետք է ունենային ավելին։ Ջոն Սարգսյանը շարունակեց իր հետաքննությունը, եւ նա հայտնաբերեց, որ այն ոստիկանը, ով սպառնացել էր Լուսինեին, անունը Ռիչարդ Թոմփսոնն էր, 55 տարեկան դետեկտիվ, ով աշխատում էր Լոս Անջելեսի ոստիկանության մեջ 30 տարի։ Ջոնը գտավ, որ Թոմփսոնը ուներ կապեր Վազգենի հետ։ Նրանք հանդիպում էին կանոնավոր կերպով մի ռեստորանում Գլենդեյլում, եւ Վազգենը վճարում էր Թոմփսոնի ճաշի հաշիվները։ Ջոնը նաև գտավ բանկային գրառումներ, որոնք ցույց էին տալիս, որ Թոմփսոնը ստացել էր մեծ գումարներ իր հաշվին անհայտ աղբյուրներից, հենց այն ժամանակ, երբ Էդվարդի գործը քննվում էր։ Սա էր կոռուպցիա, ամենաբարձր մակարդակում, եւ Էլվինան հասկացավ, որ նա պայքարում է ոչ միայն մի հանցագործի դեմ, այլև ամբողջ համակարգի դեմ, որը պաշտպանում էր նրան։ Արդյոք Էլվինան կարող էր հաղթել այս պայքարում, երբ նրա դեմ էին կանգնած այդքան հզոր ուժեր։ Ինչպես մի մայր, ով ապրում էր հազարավոր կիլոմետր հեռու, կարող էր բացահայտել ճշմարտությունը, երբ նույնիսկ ամերիկյան իրավապահ համակարգը փորձում էր թաքցնել այն։ Իսկ ամենակարևորը, քանի այլ Էդվարդներ կային, ովքեր մահացել էին նույն ձևով, եւ քանի այլ մայրեր էին ապրում նույն տանջանքի մեջ, առանց երբևէ իմանալու ճշմարտությունը։ 1999 թվականի ձմռանը Էլվինա Մակարյանը նստած էր Լոս Անջելեսի դատարանի սրահում եւ սպասում էր, որ դատավորը մտնի։ Նրա կողքին նստած էր Ջոն Սարգսյանը եւ 2 իրավաբաններ, ովքեր համաձայնել էին ներկայացնել նրա գործը անվճար, որովհետեւ նրանք հավատում էին արդարությանը։ Մյուս կողմում նստած էր Վազգեն Խաչատրյանը, թանկարժեք կոստյումով եւ ինքնավստահ ժպիտով, իսկ նրա կողքին էին 3 իրավաբաններ, ովքեր վճարվում էին ժամում $500։ Էլվինան նայեց նրան, եւ նրա ներսում բորբոքվեց այն բարկությունը, որը նա պահել էր ներսում 3 տարի։ Սա էր այն մարդը, ով սպանել էր նրա որդուն։ Սա էր այն մարդը, ով թաքցրել էր ճշմարտությունը եւ ապրել էր ազատ, մինչդեռ նա տառապում էր ամեն օր։ Բայց այսօր նա պատրաստ էր պայքարել, եւ նա չէր լռելու, մինչեւ արդարությունը չհաստատվեր։ Դատավորը մտավ, եւ դատական նիստը սկսվեց։ Էլվինայի իրավաբանը ներկայացրեց գործը, նա ասաց, որ Էդվարդ Մակարյանը եղել է զոհշորթման եւ սպանության, որը կատարվել է Վազգեն Խաչատրյանի եւ նրա գործընկերների կողմից։ Նա ներկայացրեց Էդվարդի օրագիրը, որտեղ գրված էին բոլոր մանրամասները՝ գումարները, սպառնալիքները, պահանջները։ Նա ներկայացրեց Լուսինե Սարգսյանի վկայությունը, ով պատմեց, թե ինչպես տեսավ Վազգենին եւ նրա գործընկերոջը մտնելու Էդվարդի բնակարան այն օրը, երբ նա մահացավ։ Նա ներկայացրեց բանկային գրառումները, որոնք ցույց էին տալիս, որ դետեկտիվ Ռիչարդ Թոմփսոնը ստացել էր գումար Վազգենից, հենց այն ժամանակ, երբ Էդվարդի գործը քննվում էր։ Սրանք բոլորը ապացույցություններ էին, որոնք ցույց էին տալիս, որ Էդվարդի մահը ոչ թե ողբերգական դեպք էր, այլ սպանություն, որը ծածկվել էր կոռումպացված համակարգի կողմից։ Բայց Վազգենի իրավաբանները պատրաստված էին։ Նրանք ներկայացրեցին իրենց սեփական վկաները, մարդիկ, ովքեր ասացին, որ Վազգենը այն օրը եղել է ամբողջովին այլ տեղում, որ նա երբեք չէր հանդիպել Էդվարդին, որ Էդվարդի օրագիրը կեղծված է։
Նրանք ներկայացրեցին ոստիկանական հաշվետվությունը, որը ասում էր, որ Էդվարդի մահը եղել է ողբերգական դեպք, եւ որ ոչ մի ապացույցություն չկա, որ ցույց տա սպանություն։ Նրանք հարձակվեցին Լուսինե Սարգսյանի վկայության վրա, ասելով, որ նա ապօրինի ներգաղթյալ է, ով փորձում է ստանալ գումար Վազգենից կեղծ մեղադրանքներ բարձրացնելով։ Նրանք ներկայացրեցին դետեկտիվ Թոմսոնին, ով երդվեց, որ նա երբեք չի ստացել գումար Վազգենից, որ բանկային գրառումները սխալ են մեկնաբանվել, որ նա պարզապես կատարել է իր աշխատանքը։ Դատական նիստը տևեց 3 օր, եւ ամեն օր Էլվինան նստում էր այնտեղ եւ լսում էր, թե ինչպես նրանք փորձում էին ոչնչացնել նրա որդու հիշողությունը։ Երրորդ օրը դատավորը հայտարարեց իր որոշումը։ Նա ասաց, որ թեև կան հետաքրքիր ապացույցություններ, դրանք բավարար չեն, որպեսզի ապացուցվի, որ Վազգեն Խաչատրյանը ուղղակիորեն պատասխանատու է Էդվարդ Մակարյանի մահվան համար։ Նա ասաց, որ Լուսինե Սարգսյանի վկայությունը հակասական է, որ օրագիրը կարող է մեկնաբանվել տարբեր ձևերով, որ բանկային գրառումները չեն ապացուցում կոռուպցիա։ Նա ասաց, որ ոստիկանական հաշվետվությունը պաշտոնական փաստաթուղթ է, եւ դատարանը չի կարող անտեսել այն առանց ավելի ուժեղ ապացույցությունների։ Նա մերժեց Էլվինայի հայցը եւ ազատեց Վազգենին բոլոր մեղադրանքներից։ Էլվինան նստած էր այնտեղ եւ լսում էր այս բառերը, եւ նա զգում էր, որ նրա աշխարհը փլուզվում է նորից։ Նա պայքարել էր 3 տարի, նա հավաքել էր ապացույցություններ, նա գտել էր վկաներ, բայց համակարգը նորից հաղթել էր։ Արդարությունը նորից պարտվել էր գումարին եւ իշխանությանը։ Դատարանից դուրս գալիս Վազգեն Խաչատրյանը անցավ Էլվինայի կողքով եւ նայեց նրան մի վայրկյան։ Նրա աչքերում չկար ցավ կամ զղջում, կար միայն սառը հաղթանակ։ Նա շարունակեց քայլել դեպի իր թանկարժեք մեքենան, որտեղ նրան սպասում էր վարորդը, եւ Էլվինան կանգնած էր այնտեղ, դողացող ձեռքերով եւ կոտրված սրտով։ Ջոն Սարգսյանը մոտեցավ նրան եւ դրեց ձեռքը նրա ուսին։ «Ես ցավում եմ, տիկին Մակարյան», ասաց նա։ «Մենք արեցինք ամեն ինչ, ինչ կարող էինք»։ Բայց Էլվինան գիտեր, որ սա վերջը չէ։ Նա չէր լռելու, նա չէր մոռանալու։ Նա շարունակելու էր պայքարել, նույնիսկ եթե դա նշանակում էր պայքարել մինչև իր վերջին շունչը։ Բայց ինչպես մի մայր կարող էր շարունակել պայքարել, երբ ամբողջ համակարգը կանգնած էր նրա դեմ։ Ինչպես նա կարող էր գտնել արդարություն, երբ դատարանները պաշտպանում էին հանցագործներին եւ անտեսում էին զոհերին։ Ինչպես նա կարող էր ապրել իր կյանքը, գիտենալով, որ նրա որդու սպանիչը քայլում է ազատ եւ վայելում է իր հարստությունը։ Իսկ ամենակարևորը, քանի այլ մայրեր էին ապրում նույն տանջանքի մեջ, գիտենալով, որ նրանց երեխաների սպանիչները երբեք չեն պատժվի, որովհետև համակարգը կոռումպացված է եւ արդարությունը վաճառվում է ամենաբարձր գնով առաջարկողին։ Երբ Էլվինա Մակարյանը վերադարձավ Երևան 1999 թվականի գարնանը, նա եկավ որպես պարտված կին, բայց ոչ որպես կոտրված։ Նրա ընկերները տեսան, որ ինչ-որ բան փոխվել էր նրա մեջ։ Դրա աչքերում այլևս չկար այն փափուկ տխրությունը, որը եղել էր առաջ։ Հիմա այնտեղ էր կարծրություն, որը ծնվել էր ցավից եւ բարկությունից։ Նա վերադարձավ բեմ, բայց այժմ նա երգում էր ոչ միայն սիրո եւ գեղեցկության մասին։ Նա սկսեց երգել երգեր, որոնք խոսում էին անարդարության, կորստի, պայքարի մասին։ Մարդիկ, ովքեր լսում էին նրան, զգում էին, որ ամեն նոտա դուրս է գալիս խորը վերքից, եւ շատերը լալիս էին, երբ նա երգում էր։ Բայց Էլվինան չէր լալիս բեմում։ Նա պահում էր իր արցունքները գիշերների համար, երբ նա մենակ էր իր տանը եւ նայում էր Էդվարդի լուսանկարներին։ Բայց Էլվինան չդադարեցրեց իր պայքարը։ Եթե ամերիկյան դատարանները չէին տալիս նրան արդարություն, նա կգտներ այլ ուղիներ։ Նա սկսեց խոսել հրապարակայնորեն իր որդու պատմության մասին։ Նա տվեց հարցազրույցներ հայկական եւ միջազգային լրատվամիջոցներին։ Նա պատմեց, թե ինչպես նրա որդին դարձավ զոհ շորթման ցանցի, որը գործում էր Լոս Անջելեսում եւ շահագործում էր հայ ներգաղթյալներին։ Նա պատմեց, թե ինչպես ամերիկյան ոստիկանությունը թաքցրեց ապացույցությունները եւ պաշտպանեց հանցագործներին։ Նա պատմեց, թե ինչպես դատարանը մերժեց նրա հայցը, թեև կային բավարար ապացույցություններ։ Նրա պատմությունը սկսեց տարածվել, եւ շատ մարդիկ սկսեցին խոսել դրա մասին։ Հայկական համայնքում Ամերիկայում սկսվեց շարժում, պահանջելով, որ իշխանությունները քննեն շորթման ցանցերը, որոնք շահագործում էին ներգաղթյալներին։ 1200 թվականին Էլվինան ստացավ զանգ Լոս Անջելեսից։ Ձայնը հեռախոսի մյուս ծայրում ներկայացավ որպես Ֆեդերալ հետաքննությունների բյուրոյի գործակալ Մայքլ Ռոդրիգես։ Նա ասաց, որ ՖԲ հենց սկսել է քննություն Վազգեն Խաչատրյանի եւ նրա ցանցի դեմ, հիմնվելով նոր ապացույցությունների վրա, որոնք հայտնաբերվել են։ Նա ասաց, որ Էլվինայի հրապարակային խոսքերը օգնել են նրանց գտնել այլ զոհեր, ովքեր համաձայնել են վկայել։ Նա ասաց, որ նրանք հույս ունեն, որ այս անգամ արդարությունը կհաստատվի։ Էլվինան լսեց այս բառերը, եւ առաջին անգամ 3 տարվա ընթացքում նա զգաց հույսի փոքրիկ կայծ իր սրտում։ Բայց նա նաեւ գիտեր, որ չպետք է շատ հույս դնել։ Նա արդեն տեսել էր, թե ինչպես համակարգը կարող է դավաճանել զոհերին։
Հաջորդ 2 տարիների ընթացքում ՖԲՀ-ն հավաքեց ապացույցություններ։ Նրանք գտան 17 այլ զոհեր, ովքեր պատմեցին նմանատիպ պատմություններ, թե ինչպես Վազգենը եւ նրա ցանցը շորթել են նրանցից գումար, սպառնացել են նրանց, ստիպել են նրանց կատարել անօրինական գործարքներ։ Նրանք գտան բանկային գրառումներ, որոնք ցույց էին տալիս, որ Վազգենը լվացել է միլիոնավոր դոլարներ իր բիզնեսների միջոցով։ Նրանք գտան ապացույցություններ, որ դետեկտիվ Ռիչարդ Թոմսոնը ստացել է կաշառք Վազգենից, փակելու քննությունները։ Նրանք գտան նույնիսկ ձայնագրություններ, որտեղ Վազգենը խոսում էր իր գործընկերների հետ եւ պլանավորում էր, թե ինչպես լուծել խնդիրները այն մարդկանց հետ, ովքեր հրաժարվում էին համագործակցել։ Սրանք բոլորը ապացույցություններ էին, որոնք ցույց էին տալիս, որ Վազգենը ոչ միայն շորթող էր, այլև վտանգավոր հանցագործ, ով պատրաստ էր անել ամեն ինչ, պաշտպանելու իր կայսրությունը։ 2002 թվականի հունվարին Վազգեն Խաչատրյանը ձերբակալվեց ֆեդերալ գործակալների կողմից։ Նրան մեղադրեցին շորթման, գումարի լվացման, կաշառքի եւ մի քանի այլ հանցագործությունների մեջ։ Դետեկտիվ Ռիչարդ Թոմսոնը նույնպես ձերբակալվեց եւ մեղադրվեց կոռուպցիայի մեջ։ Լուրը տարածվեց արագ, եւ Էլվինան ստացավ զանգեր բազմաթիվ լրագրողներից, ովքեր ուզում էին իմանալ նրա արձագանքը։ Նա տվեց հարցազրույց, որտեղ ասաց. «Սա միայն առաջին քայլն է։ Արդարությունը դեռ չի հաստատվել, մինչև Վազգենը չպատժվի իր հանցագործությունների համար։ Բայց ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին հասնել այս պահին։ Ես երախտապարտ եմ այն զոհերին, ովքեր համարձակվեցին խոսել, թեև նրանք վախենում էին։ Իսկ ամենակարևորը, ես երախտապարտ եմ իմ որդուն, ով թողեց ինձ այն ապացույցությունները, որոնք օգնեցին բացահայտել ճշմարտությունը»։ Բայց Էլվինան նաև գիտեր, որ դատական գործընթացը կարող է տևել տարիներ, եւ նա չգիտեր, թե արդյոք նա կապրի բավականաչափ երկար, որպեսզի տեսնի վերջնական արդարությունը։ Նա արդեն 62 տարեկան էր, եւ նրա առողջությունը սկսել էր վատանալ։ Տարիներ շարունակ ապրած սթրեսը եւ ցավը վերցրել էին իրենց հարկը։ Բայց նա չէր հանձնվելու։ Նա շարունակեց պայքարել, շարունակեց խոսել, շարունակեց պահանջել արդարություն։ Նա դարձավ խորհրդանիշ բոլոր այն մայրերի համար, ովքեր կորցրել էին իրենց երեխաներին եւ պայքարում էին ճշմարտության համար։ Նրա պատմությունը ոգեշնչեց հազարավոր մարդկանց, ովքեր տեսան, որ նույնիսկ մի մենակ կին կարող է կանգնել ամբողջ կոռումպացված համակարգի դեմ եւ պայքարել մինչեւ վերջ։ Բայց մի հարց դեռ մնում էր անպատասխան։ Ո՞վ էր այն մարդը, ով առաջին անգամ թաքցրեց Էդվարդի նամակը այն օրը, երբ նա մահացավ։ Արդյոք դա եղել է դետեկտիվ Թոմսոնը, ով ուզում էր պաշտպանել Վազգենին, թե ինչ-որ մեկ այլ մարդ, ով ավելի բարձր էր համակարգում եւ ուներ ավելի շատ իշխանություն։ Էլվինան երբեք չիմացավ պատասխանը այդ հարցին, բայց նա գիտեր մի բան, որ նրա որդու ձայնը վերջապես լսվեց եւ որ նրա մահը չեղավ զուր։ Էդվարդ Մակարյանի պատմությունը դարձավ նախազգուշացում բոլոր նրանց համար, ովքեր մտածում էին, որ կարող են շահագործել անպաշտպան մարդկանց եւ մնալ անպատիժ։ Իսկ Էլվինա Մակարյանի պատմությունը դարձավ ոգեշնչում բոլոր նրանց համար, ովքեր պայքարում էին արդարության համար եւ երբեք չէին հանձնվում, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը կանգնած էր նրանց դեմ։ Երբ Էլվինա Մակարյանը բացեց փոստարկղը 2003 թվականի մարտի առավոտյան, նրա ձեռքերը սառեցին, տեսնելով անանուն ծրար առանց հետադարձ հասցեի։ Ներսում, ծալված թղթի մեջ, էր փոքրիկ բանալի եւ 3 բառ, գրված տպագիր տառերով. Էդվարդի վերջին գաղտնիքը։ Էլվինան նստեց իր խոհանոցի սեղանի մոտ եւ ուսումնասիրեց բանալին, հին, ժանգոտ, այնպիսին, որը բացում է բանկային անվտանգության արկղեր։ Բայց ո՞ր բանկում, ո՞ր քաղաքում, ով էր ուղարկել սա նրան 10 տարի անց Էդվարդի մահից եւ ինչու հենց հիմա։ Նա հիշեց, թե ինչպես որդին երբեմն գրում էր իր նամակներում Երևան. «Մայրիկ, ես պահում եմ մի տեղ կարևոր իրեր, որոնք միայն դու պետք է տեսնես, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի»։ Բայց նա երբեք չէր ասել, թե որտեղ է այդ տեղը։ Էլվինան զգաց, որ նրա սիրտը սկսեց բաբախել ավելի արագ։ Արդյոք սա էր այն վերջին կապը դեպի ճշմարտությունը, որը նա փնտրել էր 10 տարի։ Արդյոք այս բանալին կբացեր այն դռները, որոնք մնացել էին փակ այնքան երկար։ Իսկ ամենակարևորը, ով էր այն մարդը, ով գիտեր այս գաղտնիքի մասին եւ որոշեց վերջապես պատմել նրան։ Էլվինան անմիջապես զանգահարեց Ջոն Սարգսյանին Լոս Անջելես։ Ջոնը լսեց նրա պատմությունը եւ սուլեց։ «Սա կարող է լինել որոքայթ», ասաց նա։ «Վազգենը դեռ սպասում է դատաքննությանը, եւ նրա մարդիկը կարող են փորձել ձեզ խաբել կամ վախեցնել»։ Բայց Էլվինան զգում էր իր ներսում, որ սա իրական էր։ Նա ասաց Ջոնին, որ թռչում է Ամերիկա հաջորդ շաբաթ, եւ նա պետք է գտնի այն բանկը, որտեղ Էդվարդը թողել էր իր գաղտնիքները։ Ջոնը համաձայնեց օգնել, բայց նա նախազգուշացրեց. «Եթե Վազգենի մարդիկը իմանան, որ դուք փնտրում եք ինչ-որ բան, դրանք կփորձեն կանխել ձեզ։ Դուք պետք է շատ զգույշ լինեք»։
Էլվինան գիտեր, որ Ջոնը ճիշտ է, բայց նա նաև գիտեր, որ չի կարող բաց թողնել այս հնարավորությունը։ Նա 10 տարի սպասել էր պատասխանների, եւ եթե այս բանալին կարող էր տանել նրան դեպի ճշմարտությունը, նա պատրաստ էր ռիսկի դնել ամեն ինչ։ Լոս Անջելեսում Ջոնը սկսեց հետաքննել։ Նա ստուգեց բոլոր բանկերը Գլենդեյլում եւ շրջակա տարածքներում, որտեղ Էդվարդը կարող էր վարձել անվտանգության արկղ։ 3 օր անց նա գտավ այն, փոքրիկ բանկ Իսթ Հոլիվուդում, որտեղ Էդվարդ Մակարյանի անունով գրանցված էր արկղ համար 215, վարձված 1995 թվականի ապրիլին։ Բանկի աշխատակիցը ասաց, որ արկղը վճարված է 10 տարի առաջ, մեկ անգամյա վճարմամբ, եւ որ ոչ ոք չի բացել այն այդ ժամանակից ի վեր։ Ջոնը զանգահարեց Էլվինային եւ ասաց. «Ես գտա այն, բայց կա խնդիր։ Բանկը պահանջում է, որ միայն Էդվարդը կամ նրա օրինական ժառանգը կարող է բացել արկղը։ Դուք պետք է բերեք նրա մահվան վկայականը եւ ձեր ինքնությունը հաստատող փաստաթղթերը»։ Էլվինան արդեն պատրաստել էր բոլոր փաստաթղթերը։ Նա գիտեր, որ այս պահը կգա։ 2003 թվականի ապրիլի 12-ին Էլվինա Մակարյանը կանգնած էր Իսթ Հոլիվուդի բանկի ներսում եւ սպասում էր, որ աշխատակիցը ստուգի նրա փաստաթղթերը։ Նրա կողքին կանգնած էր Ջոն Սարգսյանը, ով նայում էր շուրջը համոզվելու, որ ոչ ոք չի հետևում նրանց։ Աշխատակիցը վերադարձավ եւ ասաց. «Ամեն ինչ կարգին է, տիկին Մակարյան, խնդրում եմ հետևեք ինձ»։ Նրանք իջան ստորգետնյա սենյակ, որտեղ պատերին շարված էին հարյուրավոր մետաղյա արկղեր։ Աշխատակիցը օգտագործեց իր բանալին եւ Էլվինայի բանալին, բացելու արկղ համար 215-ը։ Նա հանեց մետաղյա տուփը եւ տվեց Էլվինային։ «Դուք կարող եք օգտագործել այն սենյակը», ասաց նա, ցույց տալով փոքրիկ մասնավոր սենյակ։ Էլվինան մտավ այնտեղ Ջոնի հետ եւ փակեց դուռը։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա բացեց տուփը։ Ներսում էին 3 իրեր։ Առաջինը հաստ ծրար, որը պարունակում էր փաստաթղթեր, պայմանագրեր, ստացականներ, նամակներ, բոլորը կապված Վազգեն Խաչատրյանի եւ նրա ցանցի հետ։ Էդվարդը հավաքել էր ապացույցություններ, ամեն գործարք, ամեն սպառնալիք, ամեն վճարում, որը նա տեսել կամ լսել էր։ Երկրորդը աուդիոկասետ, որի վրա գրված էր Վազգենի խոստովանությունը։ Երրորդը նամակ Էլվինային գրված Էդվարդի ձեռքով։ Էլվինան վերցրեց նամակը եւ սկսեց կարդալ. «Մայրիկ, եթե դու կարդում ես սա, նշանակում է, որ ես այլևս քեզ հետ չեմ։ Ես գիտեի, որ այսօրը կգա, որովհետև ես տեսա, թե ինչ են անում այս մարդիկը, եւ ես չէի կարող լռել։ Ես փորձեցի փախչել, բայց նրանք չեն թողնում ոչ ոքի փախչել։ Այս փաստաթղթերը եւ այս ձայնագրությունը ապացույցներ են, որ Վազգենը եւ նրա մարդիկը ոչ միայն շորթում են մարդկանցից, այլև ստիպում են նրանց տանել քմրանյութեր սահմանի միջով։ Ես տեսա, թե ինչպես նրանք սպանեցին մի տղայի, ով հրաժարվեց համագործակցել։ Ես վախենում եմ, որ ես հաջորդն եմ, բայց ես ուզում եմ, որ դու իմանաս ճշմարտությունը, եւ ես ուզում եմ, որ այս մարդիկը պատժվեն։ Մայրիկ, ներիր ինձ, որ ես բերեցի քեզ այս ցավը։ Ես սիրում եմ քեզ ավելի, քան կյանքը»։ Էլվինան կարդաց այս տողերը, եւ նրա արցունքները թրջեցին թուղթը։ Նա հասկացավ, որ նրա որդին գիտեր, որ նա մահանալու է, եւ նա պատրաստվել էր դրան, թողնելով ապացույցություններ, որպեսզի ճշմարտությունը մի օր բացահայտվի։ Ջոն Սարգսյանը վերցրեց փաստաթղթերը եւ սկսեց դիտարկել դրանք։ Նրա աչքերը լայնացան, երբ նա տեսավ, թե ինչ էր այնտեղ։ «Սա ոսկե հանք է», ասաց նա։ «Այստեղ կան բանկային փոխանցումներ, որոնք ցույց են տալի, թե ինչպես Վազգենը լվացել է գումար Մեքսիկայի թմրանյութերի կարտելներից։ Այստեղ կան նամակներ, որտեղ նա սպառնում է մարդկանց։ Այստեղ կան նույնիսկ լուսանկարներ, որոնք ցույց են տալիս նրան հանդիպումներում այն մարդկանց հետ, ովքեր հայտնի են որպես թմրանյութերի վաճառողներ։ Սա բավարար է, որպեսզի Վազգենը ստանա ՑՄ ազատազրկում»։ Բայց Էլվինան ուզում էր լսել աուդիոկասետը։ Նրանք գտան հին կասետային նվագարկիչ բանկում եւ միացրեցին այն։ Ձայնագրությունը սկսվեց։ Լսվում էր Էդվարդի ձայնը։ Այսօր 1996 թվականի օգոստոսի 21-ն է։ Ես Էդվարդ Մակարյանն եմ, եւ ես ձայնագրում եմ այս խոսակցությունը որպես ապացույցություն։ Հետո լսվեց դուռ բացվելու ձայնը եւ Վազգենի ձայնը։ Էդվարդ, մենք պետք է խոսենք։ Հաջորդ 20 րոպեի ընթացքում Էլվինան եւ Ջոնը լսեցին խոսակցություն, որը փոխեց ամեն ինչ։ Վազգենը ասում էր Էդվարդին, որ նա պետք է տանի փաթեթ Տիխուանա եւ բերի այն հետ Լոս Անջելես։ Էդվարդը հրաժարվում էր, ասելով, որ նա գիտի, որ փաթեթի ներսում թմրանյութեր են։ Վազգենը սկսում էր սպառնալ. «Եթե դու չանես սա, ես կհանձնեմ քեզ իմիգրացիոն ծառայությանը։ Իսկ քո մայրը Հայաստանում կիմանա, որ դու ձախողված ես եւ ապօրինի ես այստեղ»։ Էդվարդը պատասխանում էր. «Դու չես կարող ստիպել ինձ անել սա։ Ես կգնամ ոստիկանություն»։ Վազգենի ձայնը դառնում էր սառը. «Եթե դու գնաս ոստիկանություն, դու երբեք չես տեսնի քո մորը նորից։ Մենք ունենք մարդիկ Հայաստանում, հասկանում ես»։
Ձայնագրությունը վերջանում էր Էդվարդի լացի ձայնով։ Էլվինան նստեց այնտեղ եւ լսեց այս ամենը, եւ նրա ներսում բորբոքվեց այնպիսի բարկություն, որը նա երբեք չէր զգացել։ Սա էր ապացույցությունը, որը նա փնտրել էր 10 տարի։ Սա էր ձայնը, որը ապացուցում էր, որ Վազգենը ոչ միայն շորթող էր, այլև սպառնում էր սպանել նրա որդուն եւ նույնիսկ նրան։ Ջոն Սարգսյանը անմիջապես զանգահարեց Ֆեբեհո գործակալ Մայքլ Ռոդրիգեսին։ Նա ասաց նրան, թե ինչ են նրան գտել, եւ Ռոդրիգեսը ասաց, որ կգա անմիջապես։ Մեկ ժամ անց Ֆեբեհո գործակալները եկան բանկ եւ վերցրեցին բոլոր ապացույցությունները։ Ռոդրիգեսը նայեց Էլվինային եւ ասաց. «Տիկին Մակարյան, ձեր որդին հերոս է։ Նա ռիսկի դրեց իր կյանքը, որպեսզի հավաքի այս ապացույցությունները։ Շնորհիվ նրա մենք հիմա կարող ենք ապահովել, որ Վազգենը եւ նրա ամբողջ ցանցը պատժվեն»։ Բայց Էլվինայի համար սա ավելին էր, քան պարզապես հաղթանակ։ Սա էր նրա որդու վերջին նվերը նրան, ճշմարտությունը, որը նա այնքան երկար փնտրել էր։ Բայց մի հարց դեռ մնում էր. ով էր ուղարկել այդ բանալին Էլվինային 10 տարի անց։ Ով գիտեր այդ գաղտնիքի մասին եւ որոշեց վերջապես պատմել նրան։ Արդյոք դա եղել է Էդվարդի ընկերներից մեկը, ով վախենում էր խոսել այն ժամանակ, բայց հիմա զգում էր, որ ժամանակն է եկել։ Թե ինչ որ մեկ այլ մարդ, ով ուներ իր սեփական պատճառները։ Էլվինան երբեք չիմացավ պատասխանը, բայց նա գիտեր մի բան, որ նրա որդու ձայնը վերջապես լսվեց եւ որ արդարությունը վերջապես մոտենում էր։ Երբ Վազգեն Խաչատրյանի դատական նիստը սկսվեց 2003 թվականի հունիսին, դատարանի դահլիճը լի էր լրագրողներով, զոհերի ընտանիքներով եւ հետաքրքրասեր հանրությամբ։ Էլվինա Մակարյանը նստած էր առաջին շարքում եւ նրա դեմքը հանգիստ էր, բայց նրա աչքերում կրակ էր վառվում։ Նա սպասել էր այս պահին 10 տարի եւ հիմա նա պատրաստ էր տեսնել, թե ինչպես արդարությունը վերջապես հաստատվում է։ Վազգենը մտավ դահլիճ ձեռնաշղթաներով եւ բանտային հագուստով, եւ նրա դեմքը այլևս չուներ այն ինքնավստահությունը, որը եղել էր առաջ։ Նա նայեց Էլվինային մի վայրկյան եւ նրա աչքերում Էլվինան տեսավ վախ։ Նա հասկացավ, որ Վազգենը գիտեր, որ այս անգամ նա չի կարող փախչել։ Այս անգամ ապացույցությունները շատ ուժեղ էին եւ համակարգը չէր կարող պաշտպանել նրան։ Դատախազը ներկայացրեց գործը։ Նա ցույց տվեց Էդվարդի հավաքած փաստաթղթերը։ Նա նվագարկեց աուդիոձայնագրությունը, որտեղ Վազգենը սպառնում էր Էդվարդին եւ նրա մորը։ Նա ներկայացրեց 17 զոհերի վկայությունները, ովքեր պատմեցին, թե ինչպես Վազգենը շորթել է նրանցից գումար եւ ստիպել է նրանց կատարել անօրինական գործարքներ։ Նա ներկայացրեց բանկային գրառումները, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես Վազգենը լվացել է միլիոնավոր դոլարներ Մեքսիկայի թմրանյութերի կարտելներից։ Նա ներկայացրեց լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս Վազգենին հանդիպումներում հայտնի հանցագործների հետ։ Նա ներկայացրեց դետեկտիվ Ռիչարդ Թոմսոնի խոստովանությունը, ով համաձայնել էր վկայել Վազգենի դեմ, փոխարենը ստանալով ավելի մեղմ դատավճիռ։ Թոմսոնը պատմեց, թե ինչպես Վազգենը վճարել էր նրան հազարավոր դոլարներ, փակելու քննությունները եւ թաքցնելու ապացույցությունները։ Նա պատմեց, թե ինչպես նա թաքցրել էր Էդվարդի նամակը այն օրը, երբ նա մահացավ, որովհետեւ Վազգենը պահանջել էր դա։ Վազգենի իրավաբանները փորձեցին պաշտպանել նրան, բայց այս անգամ նրանք չունեին ոչ մի հնարավորություն։ Ապացույցությունները շատ ուժեղ էին եւ վկաները շատ համոզիչ էին։ Դատավորը լսեց բոլոր կողմերին եւ հետո նա հայտարարեց իր որոշումը։ Նա ասաց, որ Վազգեն Խաչատրյանը մեղավոր է շորթման, գումարի լվացման, թմրանյութերի վաճառքի, սպառնալիքների եւ մի քանի այլ հանցագործությունների մեջ։ Նա դատապարտեց Վազգենին 25 տարի բանտարկության, առանց պայմանական ազատման հնարավորության։ Դահլիճում բարձրացավ ծափահարություններ եւ լացի ձայներ։ Զոհերի ընտանիքները գրկախառնվեցին միմյանց, եւ Էլվինան նստեց այնտեղ, արցունքներ հոսեցնելով, բայց այս անգամ դրանք ուրախության արցունքներ էին։ Վերջապես 10 տարի անց արդարությունը հաստատվեց, բայց Էլվինայի համար սա ոչ միայն Վազգենի դատապարտումն էր, սա էր նաեւ նրա որդու հիշողության վերականգնումը։ Դատավորը հայտարարեց, որ Էդվարդ Մակարյանը եղել է քաջ երիտասարդ, ով ռիսկի դրեց իր կյանքը, որպեսզի բացահայտի հանցավոր ցանցը եւ պաշտպանի այլ անմեղ մարդկանց։ Նա ասաց, որ Էդվարդի հավաքած ապացույցությունները օգնեցին ոչ միայն դատապարտել Վազգենին, այլև քանդել ամբողջ ցանցը, որը շահագործում էր հայ ներգաղթյալներին Լոս Անջելեսում։ Նա ասաց, որ Էդվարդի անունը պետք է հիշվի որպես հերոսի անուն, եւ որ նրա մայրը Էլվինա Մակարյանը ցույց տվեց անսովոր քաջություն եւ համառություն, պայքարելով արդարության համար 10 տարի։ Դատարանից դուրս գալիս Էլվինային շրջապատեցին լրագրողները, ովքեր ուզում էին իմանալ նրա զգացմունքները։ Նա ասաց. «Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ այս ճանապարհին։ Ես երախտապարտ եմ իմ որդուն, ով թողեց ինձ այն ապացույցությունները, որոնք օգնեցին հաստատել արդարությունը։ Բայց ես նաև ցավում եմ բոլոր այն մայրերի համար, ովքեր կորցրել են իրենց երեխաներին նմանատիպ հանգամանքներում եւ երբեք չեն ստանում արդարություն։ Այս հաղթանակը ոչ միայն իմ համար է, այլև նրանց բոլորի համար»։
Բայց Էլվինան նաև գիտեր, որ Վազգենի դատապարտումը միայն մի քայլ էր։ Դեռ կային բազմաթիվ այլ Վազգեններ, ովքեր շարունակում էին շահագործել անպաշտպան մարդկանց։ Դեռ կային բազմաթիվ կոռումպացված ոստիկաններ եւ դևդատավորներ, ովքեր պաշտպանում էին հանցագործներին գումարի դիմաց։ Դեռ կային բազմաթիվ համակարգեր, որոնք թույլ էին տալիս, որ այս անարդարությունները շարունակվեն։ Էլվինան որոշեց, որ նա չի դադարի պայքարել։ Նա ստեղծեց հիմնադրամ Էդվարդի անունով, որը նպատակ ուներ օգնել ներգաղթյալներին, ովքեր դարձել էին շորթման զոհեր։ Նա սկսեց խոսել դպրոցներում եւ համայնքներում, պատմելով իր պատմությունը եւ նախազգուշացնելով երիտասարդներին այն վտանգների մասին, որոնք սպասում են նրանց, երբ նրանք փնտրում են ավելի լավ կյանք օտար երկրներում։ Նա դարձավ ձայնը բոլոր այն մարդկանց համար, ովքեր չունեին ձայն, եւ նա պայքարեց նրանց իրավունքների համար մինչեւ իր վերջին շունչը։ Արդյոք Էլվինայի պայքարը փոխեց համակարգը, որը թույլ տվեց, որ Էդվարդը եւ հազարավոր այլ երիտասարդներ դառնան զոհեր։ Արդյոք նրա ձայնը լսվեց այն մարդկանց կողմից, ովքեր ուներ իշխանություն փոխել օրենքները եւ պաշտպանել անպաշտպաններին։ Իսկ ամենակարևորը, արդյոք Էդվարդի զոհաբերությունը եղավ զուր, թե նրա պատմությունը ոգեշնչեց այլ մարդկանց կանգնել անարդարության դեմ եւ պայքարել ճշմարտության համար։ 1207 թվականի աշնանը, երբ Էլվինա Մակարյանը կանգնած էր Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնում Էդվարդի գերեզմանի մոտ, նա զգաց, որ վերջապես կարող է հանգիստ շնչել։ 11 տարի անց նրա որդու մահից նա վերջապես գտել էր այն խաղաղությունը, որը փնտրել էր այնքան երկար։ Վազգենը բանտում էր, նրա ցանցը քանդված էր եւ Էդվարդի անունը վերականգնված էր։ Բայց Էլվինան նաև գիտեր, որ նրա աշխատանքը դեռ չի ավարտվել։ Նա ստացել էր նամակներ հարյուրավոր մայրերից, ովքեր կորցրել էին իրենց երեխաներին նմանատիպ հանգամանքներում եւ փնտրում էին օգնություն։ Նա ստացել էր զանգեր երիտասարդներից, ովքեր հայտնվել էին նմանատիպ որոգայթներում եւ չգիտեին, թե ինչպես փախչել։ Նա հասկացավ, որ նրա պատմությունը ոչ միայն նրա եւ Էդվարդի մասին էր, այլև հազարավոր այլ մարդկանց մասին, ովքեր տառապում էին լռության մեջ։ Էլվինայի հիմնադրամը սկսեց աճել։ Նա գտավ գործընկերներ, իրավաբաններ, հոգեբաններ, սներ, սոցիալական աշխատողներ, ովքեր համաձայնեցին աշխատել անվճար, օգնելու ներգաղթյալներին, ովքեր դարձել էին շորթման զոհեր։ Նրանք բացեցին գրասենյակներ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Փարիզում եւ այլ քաղաքներում, որտեղ մեծ հայկական համայնքներ կային։ Նրանք ստեղծեցին թեժ գիծ, որտեղ մարդիկ կարող էին զանգահարել եւ ստանալ օգնություն։ Նրանք սկսեցին իրազեկման արշավներ, նախազգուշացնելով երիտասարդներին այն վտանգների մասին, որոնք սպասում են նրանց, երբ նրանք փնտրում են աշխատանք օտար երկրներում։ Նրանք աշխատեցին կառավարությունների հետ փոխելու օրենքները եւ ստեղծելու ավելի լավ պաշտպանություն ներգաղթյալների համար։ Էլվինայի աշխատանքը ճանաչվեց միջազգային մակարդակով, եւ նա ստացավ մի քանի մրցանակներ իր ներդրման համար մարդու իրավունքների պաշտպանության մեջ։ Բայց Էլվինայի համար ամենակարևորը չէր մրցանակները կամ ճանաչումը։ Ամենակարևորը էր այն, որ նա տեսնում էր, թե ինչպես նրա աշխատանքը փոխում էր մարդկանց կյանքերը։ Նա տեսավ, թե ինչպես երիտասարդները, ովքեր հայտնվել էին որոգայթներում, բրկվեցին եւ ստացան նոր հնարավորություններ։ Նա տեսավ, թե ինչպես մայրերը, ովքեր կորցրել էին իրենց երեխաներին, գտան աջակցություն եւ հասկացան, որ նրանք ոչ միայնակ են։ Նա տեսավ, թե ինչպես համակարգերը սկսեցին փոխվել եւ ինչպես ավելի շատ հանցագործներ դատապարտվեցին իրենց արարքների համար։ Ամեն անգամ, երբ նա լսում էր այս պատմությունները, նա զգում էր, որ Էդվարդի զոհաբերությունը չեղավ զուր։ Նա զգում էր, որ նրա որդին դեռ ապրում է նրա աշխատանքի միջոցով եւ որ նրա ձայնը դեռ լսվում է այն մարդկանց միջոցով, ում նա օգնում է։ 1212 թվականին, 16 տարի անց Էդվարդի մահից, Էլվինա Մակարյանը տվեց իր վերջին մեծ համերգը Երևանի օպերայի բեմում։ Նա երգեց Կոմիտասի Ծիրանի ծառ երգը, նույն երգը, որը երգել էր այն օրը, երբ իմացավ, որ որդին անհետացել է։ Բայց այս անգամ նրա ձայնը չէր դողում։ Այս անգամ նրա ձայնը լի էր ուժով եւ հույսով։ Հազարավոր մարդիկ լսում էին նրան, եւ շատերը լալիս էին, բայց դրանք ոչ թե տխրության արցունքներ էին, այլ ոգեշնչման արցունքներ։ Համերգից հետո Էլվինան կանգնեց բեմում եւ ասաց. «Ես ուզում եմ նվիրել այս երգը իմ որդուն, Էդվարդին, ով սովորեցրեց ինձ, որ նույնիսկ ամենամութ գիշերում կարող ես գտնել լույս, եթե դու չես դադարում փնտրել։ Ես ուզում եմ նվիրել այս երգը բոլոր այն մայրերին, ովքեր կորցրել են իրենց երեխաներին, բայց չեն դադարել պայքարել արդարության համար։ Իսկ ամենակարևորը, ես ուզում եմ նվիրել այս երգը բոլոր այն երիտասարդներին, ովքեր երազում են ավելի լավ ապագայի մասին։ Մի երբեք կորցրեք ձեր երազանքները, բայց նաև մի երբեք մոռացեք, որ իրական հաջողությունը գալիս է ոչ թե դյուրին ճանապարհներից, այլ ազնիվ աշխատանքից եւ համարձակությունից կանգնել ճշմարտության կողքին»։
Էլվինա Մակարյանը մահացավ 1214 թվականին, 71 տարեկան հասակում։ Նրա թաղումը եղավ ազգային սուգ, եւ հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու մեծ երգչուհուն, ով դարձել էր նաեւ մեծ պայքարող։ Նրան թաղեցին Էդվարդի կողքին Կոմիտասի անվան Պանթեոնում, եւ նրա գերեզմանի վրա փորագրեցին նրա սեփական խոսքերը. «Ես երբեք չդադարեցի պայքարել, որովհետև սերը ավելի ուժեղ է, քան մահը»։ Նրա հիմնադրամը շարունակեց աշխատել նրա մահից հետո, եւ այսօր այն օգնել է հազարավոր մարդկանց գտնել արդարություն եւ նոր սկիզբ։ Էդվարդի եւ Էլվինայի պատմությունը դարձավ խորհրդանիշ, մայրական սիրո, համառության եւ արդարության պայքարի խորհրդանիշ։ Բայց մի հարց դեռ մնում է բոլորի համար, ովքեր լսում են այս պատմությունը։ Քանի այլ Էդվարդներ կան այսօր, ովքեր ապրում են վախի մեջ եւ չգիտեն, թե ինչպես փախչել շորթողներից։ Քանի այլ մայրեր կան, ովքեր սեր սպասում են նամակների, որոնք երբեք չեն գալիս։ Քանի այլ ճշմարտություններ կան, որոնք թաքնված են լռության պատի ետևում։ Իսկ ամենակարևորը, արդյոք մենք պատրաստ ենք լսել այդ ձայները եւ կանգնել նրանց կողքին, թե մենք շարունակելու ենք անտեսել նրանց, մինչև շատ ուշ է։ Երբ Էլվինա Մակարյանի անձնական օրագիրը բացվեց նրա մահից 3 ամիս հետո, ժառանգները գտան էջ, որը փակ էր կարմիր ժապավենով եւ նշված. «Բացել միայն իմ մահից հետո»։ Այնտեղ փոքրիկ դողացող տառերով Էլվինան գրել էր ամսաթիվ 1212 թվականի դեկտեմբերի 22-ը եւ մի խոստովանություն, որը փոխեց ամեն ինչ, ինչ մարդիկ կարծում էին, որ գիտեն նրա պատմության մասին։ Նա գրել էր. «Ես գիտեի։ Ես միշտ գիտեի, որ Էդվարդը չէր ինքնասպան։ Բայց կար եւս մեկը, ում մասին ես երբեք չխոսեցի հրապարակայնորեն, որովհետև ես վախենում էի, որ եթե ես բացահայտեմ նրա անունը, ամբողջ ճշմարտությունը կփլուզվի եւ Վազգենը կազատվի։ Այդ մարդը նա էր իրական ուղեղը, իսկ Վազգենը միայն ձեռքերը»։ Հաջորդ 10 էջերում Էլվինան նկարագրել էր մարդու, ում նա երբեք չէր անվանել դատարանում, բարձրաստիճան դիվանագետ, ով օգտագործում էր դիվանագիտական անձեռնմխելիությունը, կազմակերպելու ամբողջ շորթման ցանցը 2 մայրցամաքների վրա։ Նրա անունը Արման Գրիգորյան, եւ նա դեռ ազատ էր, դեռ հզոր էր, դեռ անմատչելի էր։ Ո՞վ էր այս ստվերային մարդը, ում մասին Էլվինան լռել էր 10 տարի։ Ինչու նա վախենում էր բացահայտել նրան, նույնիսկ երբ Վազգենը արդեն բանտում էր։ Իսկ ամենակարևորը, արդյոք այոք այս վերջին գաղտնիքը կբացահայտվի, թե այն կմնա թաղված Էլվինայի հետ միասին։ Երբ Էլվինայի հիմնադրամի տնօրեն Նարինե Սարգսյանը կարդաց այս տողերը, նրա ձեռքերը սկսեցին դողալ այնպես, որ օրագիրը գրեթե ընկավ գետնին։ Նա նստած էր Էլվինայի հին տան գրադարանում, որտեղ պատերին կախված էին լուսանկարներ, Էլվինան բեմում, Էլվինան Էդվարդի հետ, Էլվինան դատարաններում։ Նարինեն աշխատել էր Էլվինայի կողքին վերջին 5 տարիները, եւ նա կարծում էր, որ գիտի ամեն ինչ այս պատմության մասին։ Բայց հիմա նա հասկացավ, որ Էլվինան պահել էր ամենավտանգավոր գաղտնիքը իր համար, մինչև վերջ։ Նարինեն անմիջապես զանգահարեց Ջոն Սարգսյանին Լոս Անջելես, ով այժմ թոշակի էր գնացել, բայց դեռ հետևում էր գործին։ Երբ Ջոնը լսեց Արման Գրիգորյանի անունը, նա լուռ մնաց երկար վայրկյաններ։ Հետո նա ասաց. «Աստված իմ, ես լսել եմ այդ անունը»։ Նա էր հայկական դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա 90-ականներին։ Նա ուներ անձնագրային անձեռնմխելիություն եւ կարող էր ազատ շարժվել Ամերիկայի եւ Հայաստանի միջև առանց մաքսային ստուգումների։ Եթե Էլվինան ճիշտ է, ապա նա օգտագործում էր դիվանագիտական պայուսակները, տեղափոխելու թմրանյութեր եւ գումար։ Բայց ինչու Էլվինան երբեք չպատմեց մեզ դրա մասին։ Նարինեն շարունակեց կարդալ օրագիրը եւ նա գտավ պատասխանը։ Էլվինան գրել էր. 1203 թվականին, երբ մենք գտանք Էդվարդի անվտանգության արկղը, ինձ մոտ եկավ մի մարդ։ Նա ներկայացավ որպես Արմանի ներկայացուցիչ եւ ասաց ինձ շատ պարզ բան. եթե ես երբևէ հիշատակեմ Արմանի անունը, նա կհոգա, որ Վազգենի դատավարությունը փլուզվի։ Նա ասաց, որ Արմանն ունի կապեր դատավորների, դատախազների, նույնիսկ ՖԲՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա ասաց, որ եթե ես ուզում եմ, որ Վազգենը պատժվի, ես պետք է լռեմ Արմանի մասին։ Ես ընտրեցի լռել, որովհետև ես չէի կարող ռիսկի դիդնել Էդվարդի արդարությունը։ Բայց ես նաև գիտեի, որ մի օր ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Դրա համար ես գրում եմ սա։ Դրա համար ես թողնում եմ այս ապացույցները։ Ով էլ կարդա սա իմ մահից հետո, խնդրում եմ, շարունակեք պայքարը, որը ես սկսեցի։ Մի թողեք, որ Արման Գրիգորյանը մնա անպատիժ։ Օրագրի վերջում Էլվինան թողել էր ցուցակ, ամսաթվեր, տեղեր, անուններ, բոլորը կապված Արմանի հետ։ Նա նաև թողել էր հասցե, փոքրիկ բանկ Ժնևում, Շվեյցարիայում, որտեղ նա ասում էր, որ Արմանը պահում է իր գաղտնի հաշիվները։ Ջոն Սարգսյանը ասաց Նարինեին. «Սա շատ վտանգավոր է։ Եթե Արմանն այնքան հզոր է, որքան Էլվինան ասում է, ապա նա չի թողնի, որ մենք բացահայտենք նրան առանց պայքարի։
Բայց մենք նաև պարտավոր ենք Էլվինային եւ Էդվարդին։ Մենք պետք է փորձենք։ Նարինեն համաձայնեց, եւ նրանք սկսեցին նոր հետաքննություն, լուր, գաղտնի, վախենալով, որ եթե Արմանը իմանա, նա կկանխի նրանց։ Նրանք գտան հին լրագրող Դավիթ Հովանիսյանին, ով տարիներ շարունակ հետաքննել էր կոռուպցիան հայկական կառավարության մեջ։ Դավիթը լսեց նրանց պատմությունը եւ ասաց. Արման Գրիգորյանը լեգենդ է մութ աշխարհում։ Նրա մասին շշուկներ կան տասնամյակներ, բայց ոչ ոք երբեք չի կարողացել ապացուցել ոչինչ։ Նա շատ խելացի է, շատ զգույշ է։ Բայց եթե Էլվինան թողել է ապացույցություններ, ապա մենք ունենք հնարավորություն։ Նրանք երեքով ստեղծեցին թիմ եւ սկսեցին հավաքել ապացույցություններ։ Նրանք գտան բանկային գրառումներ, որոնք ցույց էին տալիս, որ Արմանը փոխանցել է միլիոնավոր դոլարներ Շվեյցարիա 1990-ականներին։ Նրանք գտան հին դիվանագիտական փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Արմանը կատարել է տասնյակ ուղևորություններ Լոս Անջելես եւ Մեքսիկա, հենց այն ժամանակ, երբ Վազգենի ցանցը ամենաակտիվ էր։ Նրանք գտան նույնիսկ մի հին վկա, նախկին մաքսային պաշտոնյա, ով հիշում էր, թե ինչպես Արմանը միշտ անցնում էր մաքսով առանց ստուգման իր դիվանագիտական կարգավիճակի շնորհիվ։ Բայց ամենակարևոր ապացույցությունը եկավ անսպասելի աղբյուրից։ 1215 թվականի մայիսին Նարինեն ստացվավ անանուն էլեկտրոնային նամակ։ Ուղարկողը ներկայացավ որպես Արմանի նախկին գործընկեր եւ ասաց, որ նա պատրաստ է վկայել, եթե նրան երաշխավորվի անվտանգություն։ Նա ասաց, որ նա աշխատել է Արմանի հետ 10 տարի եւ տեսել է ամեն ինչ, թե ինչպես Արմանը կազմակերպում էր թմրանյութերի տեղափոխումը, թե ինչպես նա վճարում էր կաշառք ոստիկաններին եւ դատավորներին, թե ինչպես նա պաշտպանում էր Վազգենին եւ այլ շորթողներին։ Նա ասաց, որ նա պատրաստ է տալ ամեն ինչ, փաստաթղթեր, ձայնագրություններ, լուսանկարներ, բայց նա նաև ասաց, որ Արմանը շատ վտանգավոր է, եւ որ եթե նա իմանա, որ ինչ-որ մեկը դավաճանում է նրան, նա կսպանի այդ մարդուն առանց վարանելու։ Նարինեն, Ջոնը եւ Դավիթը կազմակերպեցին գաղտնի հանդիպում այս վկայի հետ, փոքրիկ ռեստորանում Վիեննայում, Ավստրիայում, որտեղ նրանք կարծում էին, որ անվտանգ են։ Վկան ներկայացավ որպես Սամվել Ավագյան, 58 տարեկան նախկին դիվանագետ, ով աշխատել էր Արմանի հետ 1990-ականներին։ Նա պատմեց, թե ինչպես Արմանը հավաքել էր իր կայսրությունը, օգտագործելով խաոսը, որը տիրում էր Հայաստանում խորհրդային միության փլուզումից հետո։ Նա պատմեց, թե ինչպես Արմանը ստեղծել էր ցանց դիվանագետների, բիզնեսմենների եւ հանցագործների, ովքեր աշխատում էին միասին, տեղափոխելու թմրանյութեր, լվանալու գումար եւ շորթելու ներգաղթյալներից։ Նա պատմեց, թե ինչպես Արմանը անձամբ հանդիպել էր Վազգենի հետ եւ տվել էր նրան հրահանգներ, թե ինչպես կազմակերպել շորթման ցանցը Լոս Անջելեսում։ Նա պատմեց, թե ինչպես Արմանը իմացել էր Էդվարդի մասին եւ անձամբ հրամայել էր լուծել խնդիրը, երբ Էդվարդը սկսել էր հավաքել ապացույցություններ։ Սամվելը հանեց իր պայուսակից USB կրիչ եւ ասաց. «Այստեղ կա ամեն ինչ. ձայնագրություններ մեր խոսակցությունների, էլեկտրոնային նամակներ, բանկային փոխանցումներ, լուսանկարներ մեր հանդիպումների։ Սա բավարար է, որպեսզի Արմանը ցմահ բանտ նստի»։ Բայց Սամվելը նաեւ ասաց. «Դուք պետք է շտապեք։ Արմանը արդեն իմացել է, որ ինչ-որ մեկը հետաքննում է նրան։ Նա սկսել է ջնջել հետքերը։ Եթե դուք չգործեք արագ, նա կանհետանա եւ դուք երբեք չեք գտնի նրան»։ Նարինեն, Ջոնը եւ Դավիթը վերադարձան իրենց երկրներ եւ անմիջապես կապվեցին միջազգային իրավապահ մարմինների հետ։ Նրանք ներկայացրեցին Սամվելի ապացույցությունները Ինտերպոլին, ՖԲՀ-ին եւ Եվրոպոլին։ Հետաքննությունը սկսվեց միաժամանակ 3 մայրցամաքներում։ 1215 թվականի հուլիսին Արման Գրիգորյանը ձերբակալվեց Ժնևի օդանավակայանում, երբ նա փորձում էր թռչել Դուբայ։ Նրա հետ գտնվեցին 2 պայուսակներ՝ լի կանխիկ գումարով եւ կեղծ անձնագրերով։ Նրան մեղադրեցին կազմակերպված հանցավորության, թմրանյութերի վաճառքի, գումարի լվացման, շորթման եւ սպանության կազմակերպման մեջ։ Լուրը տարածվեց արագ, եւ ամբողջ աշխարհը խոսում էր այն մարդու մասին, ով տասնամյակներ շարունակ կառուցել էր հանցավոր կայսրություն, թաքնված դիվանագիտական անձեռմխելիության ետևում։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, երբ հետաքննողները բացահայտեցին, որ Արմանը ոչ միայն կազմակերպել էր Էդվարդի սպանությունը, այլև անձամբ եղել էր Լոս Անջելեսում այն օրը, երբ Էդվարդը մահացավ։ Սամվելի տված ձայնագրություններից մեկում Արմանը խոսում էր հեռախոսով եւ ասում էր. «Տղան չի հասկանում, թե ում հետ է խաղում։ Ես ինքս կհոգամ սա»։ Սա էր վերջնական ապացույցությունը, որը կապում էր Արմանին ուղղակիորեն Էդվարդի մահվան հետ։ Արդյոք Էլվինան գիտեր, որ նրա վերջին գաղտնիքը կբացահայտվի այսպես արագ։ Արդյոք նա երազում էր, որ նրա մահից հետո նրա օրագիրը կդառնա այն բանալին, որը կբացի վերջին դուռը դեպի ճշմարտությունը։ Իսկ ամենակարևորը,
Քանի այլ արմաններ կան այսօր, ովքեր թաքնված են իշխանության եւ անձեռնուխելիության ետևում եւ շարունակում են շահագործել անմեղ մարդկանց, մինչդեռ աշխարհը չի տեսնում նրանց իրական դեմքը։ Երբ Արման Գրիգորյանի դատական նիստը սկսվեց 2016 թվականի հոկտեմբերին Ժնևում, դահլիճը լի էր միջազգային լրագրողներով, դիվանագետներով եւ մարդու իրավունքների պաշտպաններով։ Սա էր ոչ միայն մի հանցագործի դատավարություն, այլ ամբողջ համակարգի դատավարություն։ Այն համակարգի, որը թույլ տվեց, որ մի մարդ օգտագործի իր դիրքը, կործանելու հազարավոր կյանքեր։ Նարինե Սարգսյանը նստած էր դահլիճում, ձեռքին սեղմած Էլվինայի օրագիրը, եւ նա զգում էր, որ Էլվինայի ոգին այնտեղ է նրա հետ, վերջապես տեսնելով, թե ինչպես վերջին կտորը տեղավորվում է այս ողբերգական պատմության մեջ։ Արմանը մտավ դահլիճ ձեռնաշղթաներով, բայց նրա դեմքը դեռ ուներ այն ամբարտավանությունը, որը եղել էր նրա ապրանքանիշը տասնամյակներ շարունակ։ Նա նայեց դահլիճին այնպես, կարծես նա դեռ հավատում էր, որ կարող է փախչել այս ամենից։ Դատախազը ներկայացրեց գործը։ Նա ցույց տվեց Սամվել Ավագյանի տված ապացույցները։ Նա նվագարկեց ձայնագրությունները, որտեղ Արմանը պլանավորում էր հանցագործություններ եւ սպառնում էր մարդկանց։ Նա ներկայացրեց բանկային գրառումները, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես Արմանը լվացել է 100 միլիոնավոր դոլարներ իր շվեյցարական հաշիվների միջոցով։ Նա ներկայացրեց վկաների ցուցմունքները, նախկին գործընկերներ, զոհեր, նույնիսկ մի քանի նախկին ոստիկաններ, ովքեր խոստովանեցին, որ ստացել են կաշառք Արմանից։ Նա ներկայացրեց Էլվինա Մակարյանի օրագիրը, որտեղ նա նկարագրել էր, թե ինչպես Արմանը սպառնացել էր նրան եւ ստիպել էր լռել։ Նա ներկայացրեց ապացույցություններ, որ Արմանը անձամբ եղել է Լոս Անջելեսում 1996 թվականի սեպտեմբերի 19 օրը, հենց այն օրը, երբ Էդվարդ Մակարյանը մահացավ։ Օդանավակայանի գրառումները ցույց էին տալիս, որ Արմանը մտել էր Ամերիկա դիվանագիտական անձնագրով այդ օրը առավոտյան եւ հեռացել էր հաջորդ օրը։ Հեռախոսային գրառումները ցույց էին տալիս, որ նա զանգահարել էր Վազգենին 3 անգամ այդ օրը։ Արմանի իրավաբանները փորձեցին պաշտպանել նրան, ասելով, որ ապացույցությունները անուղղակի են, որ Սամվել Ավագյանը դավաճան է, ով փորձում է վրեժ լուծել, որ Էլվինայի օրագիրը չի կարող համարվել վավեր ապացույցություն, որովհետև նա մահացել է եւ չի կարող վկայել։ Բայց դատավորները լսեցին բոլոր կողմերին, եւ նրանք տեսան, որ ապացույցությունների լեռը շատ մեծ էր, որպեսզի անտեսվի։ Դատավարությունը տևեց 6 ամիս, եւ ամեն օր նոր ապացույցություններ էին ներկայացվում, նոր վկաներ էին խոսում, նոր մանրամասներ էին բացահայտվում։ Աշխարհը տեսնում էր, թե ինչպես մի մարդ կառուցել էր ամբողջ կայսրություն, հիմնված ցավի, վախի եւ մահվան վրա։ Աշխարհը տեսնում էր, թե ինչպես համակարգը ձախողել էր պաշտպանել անմեղ մարդկանց, որովհետև այն մարդիկը, ովքեր պետք է պաշտպանեին նրանց, ինքն էին կոռումպացված։ 1217 թվականի ապրիլի 21-ին դատավորները հայտարարեցին իր վճիռը։ Արման Գրիգորյանը մեղավոր էր ճանաչվել բոլոր մեղադրանքներում։ Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման առանց պայմանական ազատման հնարավորության։ Դահլիճում բարձրացավ ծափահարություններ, լացի ձայներ, ուրախության գոչյուններ։ Զոհերի ընտանիքները գրկախառնվեցին միմյանց, եւ Նարինե Սարգսյանը նստեց այնտեղ, արցունքներ հոսեցնելով։ Բայց այս անգամ դրանք ոչ թե տխրության արցունքներ էին, այլ թեթևացման արցունքներ։ Վերջապես 21 տարի անց Էդվարդի մահից վերջնական արդարությունը հաստատվեց։ Վերջապես Էլվինայի պայքարը հասավ իր վերջնական հաղթանակին։ Դատավորը ասաց իր վճռում. Արման Գրիգորյանը ոչ միայն հանցագործ է, այլև խորհրդանիշ է այն համակարգի, որը թույլ է տալիս, որ իշխանությունը եւ արտոնությունները դառնան վահան հանցագործների համար։ Այսօր մենք ուղարկում ենք հաղորդագրություն ամբողջ աշխարհին։ Ոչ ոք չի կարող մնալ անպատիժ, անկախ նրանից, թե որքան բարձր է նրա դիրքը կամ որքան ուժեղ են նրա կապերը։ Դատավարությունից հետո Նարինե Սարգսյանը տվեց մամուլի ասուլիս։ Նա ասաց. Այսօր արդարությունը հաղթեց, բայց մենք չպետք է մոռանանք, որ այս հաղթանակը եկավ շատ ուշ։ Էդվարդ Մակարյանը մահացավ 21 տարի առաջ։ Էլվինա Մակարյանը մահացավ 3 տարի առաջ, առանց տեսնելու այս վերջնական արդարությունը։ Հազարավոր այլ զոհեր տառապեցին այս տարիների ընթացքում։ Մենք պետք է հարցնենք մեզ, ինչու տևեց այսքան երկար։ Ինչու համակարգը ձախողվեց պաշտպանել անմեղ մարդկանց։ Ինչու մի մարդ կարող էր օգտագործել իր դիրքը, կործանելու այսքան շատ կյանքեր։ Մենք պետք է փոխենք համակարգը, որպեսզի այս ողբերգությունը երբեք չկրկնվի։ Մենք պետք է ստեղծենք աշխարհ, որտեղ արդարությունը գալիս է արագ, ոչ թե 21 տարի անց։ Մենք պետք է ստեղծենք աշխարհ, որտեղ ոչ մի մայր չի պետք է անցնի այն ցավով, որը Էլվինա Մակարյանը անցավ։ Նրա խոսքերը տարածվեցին ամբողջ աշխարհում, եւ շատ երկրներ սկսեցին վերանայել իրենց օրենքները, կապված դիվանագիտական անձեռնմխելիության եւ կազմակերպված հանցավորության հետ։
Բայց Նարինեն նաև գիտեր, որ աշխատանքը դեռ չի ավարտվել։ Արմանի ցանցը քանդված էր, բայց դեռ կային բազմաթիվ այլ ցանցեր, որոնք շարունակում էին գործել։ Դեռ կային բազմաթիվ զոհեր, ովքեր սպասում էին արդարության։ Դեռ կային բազմաթիվ մայրեր, ովքեր փնտրում էին իրենց կորած երեխաներին։ Էլվինա Մակարյանի հիմնադրամը շարունակեց իր աշխատանքը, ավելի ուժեղ, ավելի վճռական, ավելի համախմբված։ Նրանք բացեցին նոր գրասենյակներ 10 երկրներում։ Նրանք ստեղծեցին միջազգային ցանց իրավաբանների, հետաքննողների և ակտիվիստների, ովքեր աշխատում էին միասին, պայքարելու կազմակերպված հանցավորության և շորթման դեմ։ Նրանք օգնեցին հարյուրավոր զոհերի գտնել արդարություն։ Նրանք փրկեցին հազարավոր երիտասարդների, ովքեր հայտնվել էին նմանատիպ որոքայթներում։ Նրանք դարձան ձայնը բոլոր այն մարդկանց համար, ովքեր չունեին ձայն։ Արդյոք Էլվինա Մակարյանի պայքարը փոխեց աշխարհը։ Արդյոք նրա զոհաբերությունը և նրա որդու զոհաբերությունը ստեղծեցին ավելի արդար համակարգ։ Պատասխանը բարդ է։ Համակարգերը փոխվում են դանդաղ, և անարդարությունը դեռ գոյություն ունի բազմաթիվ տեղերում։ Բայց Էլվինայի պատմությունը ոգեշնչեց հազարավոր մարդկանց կանգնել անարդարության դեմ։ Նրա պատմությունը ցույց տվեց, որ նույնիսկ մի մենակ մայր կարող է պայքարել ամբողջ կոռումպացված համակարգի դեմ և հաղթել։ Նրա պատմությունը հիշեցրեց աշխարհին, որ արդարությունը կարող է ուշանալ, բայց եթե մենք չենք դադարում ժայթքարել, այն վերջապես կգա։ Երբ Նարինե Սարգսյանը կանգնեց Կոմիտասի անվան Պանթեոնում 2017 թվականի մայիսի 21-ին, Էդվարդի մահվան 21-րդ տարելիցին, նա բերեց իր հետ ինչ-որ բան, որը Էլվինան երբեք չտեսավ։ Արման Գրիգորյանի դնի դատավճիռը, տպված պաշտոնական թղթի վրա, կնիքներով և ստորագրություններով։ Նա դրեց այն Էլվինայի գերեզմանի վրա, Էդվարդի գերեզմանի կողքին և ասաց. «Էլվինա ջան, դուք հաղթեցիք, ձեր որդին հաղթեց, արդարությունը վերջապես հաստատվեց»։ Շուրջը հավաքված էին հարյուրավոր մարդիկ, զոհերի ընտանիքներ, հիմնադրամի աշխատակիցներ, լրագրողներ, պարզապես մարդիկ, ովքեր ոգեշնչվել էին Էլվինայի պատմությունից։ Նրանք բոլորը եկել էին հարգանքի տուրք մատուցելու կնոջը, ով երբեք չհանձնվեց, և տղային, ով զոհաբերեց իր կյանքը ճշմարտության համար։ Նարինեն սկսեց խոսել։ Նա պատմեց Էլվինայի և Էդվարդի ամբողջ պատմությունը, սկսած այն օրից, երբ Էդվարդը մեկնեց Ամերիկա երազանքներով, մինչև այն օրը, երբ Արմանը դատապարտվեց ցմահ բանտարկության։ Նա պատմեց, թե ինչպես Էլվինան պայքարեց 20 տարի, առանց երբևէ կորցնելու հույսը։ Նա պատմեց, թե ինչպես Էլվինայի վերջին գաղտնիքը, նրա օրագիրը, դարձավ բանալին, որը բացեց վերջին դուռը դեպի ճշմարտությունը։ Նա պատմեց, թե ինչպես Էդվարդի հավաքած ապացույցները օգնեցին ոչ միայն դատապարտել Վազգենին և Արմանին, այլև քանդել ամբողջ ցանցը, որը շահագործել էր հազարավոր մարդկանց։ Նա պատմեց, թե ինչպես Էլվինայի հիմնադրամը շարունակում է օգնել զոհերին և պայքարել անարդարության դեմ։ Իսկ վերջում նա ասաց. «Էլվինա Մակարյանի և Էդվարդ Մակարյանի պատմությունը ոչ միայն ողբերգություն է, այն նաև հույսի պատմություն է։ Այն պատմություն է այն մասին, որ սերը ավելի ուժեղ է, քան մահը։ Այն պատմություն է այն մասին, որ ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը, նույնիսկ եթե դա տևում է 20 տարի։ Այն պատմություն է այն մասին, որ մի մարդ կարող է փոխել աշխարհը, եթե նա երբեք չի դադարում պայքարել»։ Հավաքվածները լռեցին մի րոպե և հետո սկսեցին ծափահարել։ Ծափահարությունը տարածվեց ամբողջ Պանթեոնում, և այն հնչեց ինչպես հարգանքի տուրք, այնպես էլ խոստում, որ Էլվինայի և Էդվարդի պատմությունը երբեք չի մոռացվի, որ նրանց պայքարը շարունակվելու է, որ նրանց զոհաբերությունը չի լինի զուր։ Նարինեն նայեց երկու գերեզմաններին, մայրը և որդին, ովքեր վերջապես միասին էին, վերջապես խաղաղության մեջ էին, վերջապես գիտեին, որ արդարությունը հաստատվել է։ Նա զգաց, որ Էլվինայի ոգին այնտեղ է, ժպտում է, գոհ է, վերջապես ազատ է այն բեռից, որը նա կրել էր 20 տարի։ Բայց Նարինեն նաև գիտեր, որ պատմությունը դեռ շարունակվում է։ Ամեն օր նոր Էդվարդներ են ծնվում, նոր երազանքներ են ստեղծվում, նոր վտանգներ են սպասում։ Ամեն օր նոր մայրեր են սպասում նամակների, որոնք երբեք չեն գալիս։ Ամեն օր նոր հանցագործներ են փորձում շահագործել անպաշտպան մարդկանց։ Բայց այժմ կա Էլվինա Մակարյանի հիմնադրամը։ Այժմ կա ցանց մարդկանց, ովքեր պատրաստ են պայքարել։ Այժմ կա հույս, որ հաջորդ անգամ արդարությունը չի տևի 20 տարի։ Այժմ կա հույս, որ հաջորդ անգամ համակարգը չի ձախողվի պաշտպանել անմեղ մարդկանց։ Այժմ կա հույս, որ Էլվինայի և Էդվարդի զոհաբերությունը ստեղծեց ավելի լավ աշխարհ, թեկուզ միայն մի փոքր ավելի լավ։ 21 տարի անց Էդվարդ Մակարյանի մահից, 3 տարի անց Էլվինա Մակարյանի մահից, աշխարհը վերջապես իմացավ ամբողջ ճշմարտությունը։ Վազգեն Խաչատրյանը նստում է ամերիկյան բանտում,
ծերացած, հիվանդ, մոռացված։ Արման Գրիգորյանը նստում է շվեյցարական բանտում, մեկուսացված, անվերջ, առանց հույսի երբևէ տեսնել ազատությունը։ Դետեկտիվ Ռիչարդ Թոմսոնը ազատվեց բանտից 5 տարի անց, կոտրված մարդ, ով կորցրեց ամեն ինչ՝ իր աշխատանքը, իր ընտանիքը, իր հարգանքը։ Սամվել Ավագյանը ապրում է նոր անունով նոր երկրում, պաշտպանված, բայց միշտ նայելով իր ուսի հետևից։ Լուսինե Սարգսյանը դեռ ապրում է Լոս Անջելեսում, իր երեխաների հետ, ով վերջապես ստացավ իր կանաչ քարտը եւ ապրում է խաղաղ կյանքով, գիտենալով, որ նրա քաջությունը օգնեց բերել արդարությունը։ Էլվինա Մակարյանի հիմնադրամը շարունակում է աճել։ Այսօր այն ունի գրասենյակներ 15 երկրներում եւ օգնել է ավելի քան 3000 զոհերի։ Հիմնադրամը ստեղծել է թեժ գիծ, որը աշխատում է 24 ժամ 7 օր շաբաթվա, որտեղ մարդիկ կարող են զանգահարել եւ ստանալ օգնություն 18 լեզուներով։ Հիմնադրամը աշխատում է կառավարությունների հետ, փոխելու օրենքները եւ ստեղծելու ավելի լավ պաշտպանություն ներգաղթյալների համար։ Հիմնադրամը սովորեցնում է երիտասարդներին, թե ինչպես ճանաչել շորթման նշանները եւ ինչպես պաշտպանել իրենց։ Հիմնադրամը դարձել է խորհրդանիշ, հույսի խորհրդանիշ, բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են սիրելիներին եւ փնտրում են արդարություն։ Բայց ամենակարևոր հարցը մնում է. արդյոք Էդվարդ Մակարյանի զոհաբերությունը եւ Էլվինա Մակարյանի 20-ամյա պայքարը իսկապես փոխեցին ինչ-որ բան։ Արդյոք համակարգերը իսկապես դարձան ավելի արդար։ Արդյոք հաջորդ Էդվարդը կպաշտպանվի ավելի լավ։ Պատասխանը բարդ է։ Կան երկրներ, որտեղ օրենքները փոխվեցին։ Կան համակարգեր, որտեղ դիվանագիտական անձեռնմխելիությունը այլևս չի կարող օգտագործվել որպես վահան հանցագործների համար։ Կան ոստիկանական ծառայություններ, որտեղ կոռուպցիան նվազեց։ Բայց կան նաև տեղեր, որտեղ ոչինչ չի փոխվել, որտեղ նեղ նույն հանցագործությունները շարունակվում են, որտեղ նույն զոհերը տառապում են լռության մեջ։ Բայց Էլվինա Մակարյանի պատմությունը սովորեցրեց մեզ մի կարևոր դաս։ Նույնիսկ եթե համակարգերը դանդաղ են փոխվում, նույնիսկ եթե արդարությունը ուշանում է, մենք երբեք չպետք է դադարենք պայքարել։ Մենք երբեք չպետք է կորցնենք հույսը։ Մենք երբեք չպետք է լռենք անարդարության դեմ։ Որովհետև ամեն անգամ, երբ մի մայր կանգնում է իր երեխայի համար, ամեն անգամ, երբ մի մարդ համարձակվում է խոսել ճշմարտությունը, ամեն անգամ, երբ մի համայնք միավորվում է պաշտպանելու իր անդամներին, աշխարհը դառնում է մի փոքր ավելի լավ։ Էլվինա Մակարյանը ցույց տվեց մեզ, որ մի մարդ կարող է փոխել աշխարհը։ Էդվարդ Մակարյանը ցույց տվեց մեզ, որ նույնիսկ մահից հետո ճշմարտությունը կարող է ապրել եւ բերել արդարություն։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Էլվինա Մակարյանին եւ նրա անսովոր պայքարին։ Արդյոք նա եղավ զոհ համակարգի, որը ձախողվեց պաշտպանել նրան եւ նրա որդուն, թե նա դարձավ հերոս, ով փոխեց այդ համակարգը իր համառությամբ։ Արդյոք Էդվարդի պատմությունը կարող էր ավարտվել այլ կերպ, եթե ինչ-որ մեկը լսեր նրա օգնության կանչը ավելի վաղ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք նման պատմություններ դեռ տեղի են ունենում ձեր քաղաքում կամ երկրում։ Եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտին, դրեք հավանություն եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մենք շարունակելու ենք պատմել այն ճշմարտությունները, որոնք աշխարհը փորձում է թաքցնել։ Հիշեք, ամեն անգամ, երբ մենք լռում ենք անարդարության դեմ, մենք դառնում ենք դրա մասնակիցները։ Բայց ամեն անգամ, երբ մենք խոսում ենք, մենք դառնում ենք փոփոխության մասը։ Լինեք Էլվինայի նման։ Երբեք մի դադարեք պայքարել ճշմարտության համար։